Փախչելու ցանկություն երբեք չեմ ունեցել բանտից։ Ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ։ Ես այն եզակի քաղբանտարկյալներից եմ, եթե ոչ միակը, ով որ դատարանում ոչ թե ապացուցել է, որ ինքը ոչ մի բան չի արել, գրավոր, գրեցի, ինչ արել եմ, քիչ եմ արել, լավ եմ արել ու հələ էլի եմ անելու դուրս գամ։ Դա դրեցին կալանքի հիմքում։ Կար վիրավորվածություն, կար անբավարարվածության զգացում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրանց հռչակել են ընդդիմադիր առաջնորդներ, որովհետև գիտեք, ընդդիմադիր առաջնորդ դա տենց բան չի, էլի վկայական չի, որ տենց տվել են, մեջը գրած է ընդդիմադիր առաջնորդ, դու տենց սաղին ցույց տալիս, ես եմ ընդդիմադիր առաջնորդը, դա առաքելություն է։ Դիմադրության շարժումը ավարտվեց այն ժամանակ, երբ որ ինքը պետք է նոր սկսվեր։ Օգոստոսի 2-ին 22 թվականին նոր Նիկոլ Փաշինյանին հնարավոր եղավ օրենքի շրջանակներում իմպիչմենտը անվստահությամբ գործընթացել։ Օգոստոս-սեպտեմբերին ավարտվեց դիմադրության շարժումը, հասկանում եք, այսինքն ինքը ավարտվեց այն ժամանակ, երբ որ դեռ հələ նոր պետք է սկսվեր։ Ինքն ու Բալաշյանը մեր նստած ես Վարդաշեն, մենք փաստաբանի միջոցով իրար նամակներ ենք փոխանցում, մինչև ես տրցակով Արմենի նամակները պահել եմ 3 հաղորդումից հետո նորից բան արեցի, բացեցի։ Նա վստահ եմ, ավելի շուտ ոչ թե հարցրել եմ, ինքն էլ է ինքնապահ է։ Ինձ ընդդեմ կանֆետներ էր ուղարկում Մելիքյան Ռոբոյի միջոցով, ընդ որում ինտելեկտուալ կանֆետներ էր, այդ կանֆետներով նոշում, հիմա չեմ ուզում ասեմ, ասած կանֆետներով փազլներ էինք հավաքում։ Սորոսի հայտնի ֆիլմը, որ կա, իրականում հեղինակ Ագնեսա Խամոյանն է, ես առաջին անգամ բացահայտում եմ ձեր բաներով, ես չեմ ուզում ուրիշի парքի դապտիներին վերաբերցնեմ, ես դա միշտ ասել եմ Ագնեսային, որ բաներ, այդ ժամանակ նպատակահարմար չէր։ Ընդ որում դա իդեան էլ է Իրանը, իրականացումն էլ է Իրանի։ Հայտարարության տեքստ էին կազմել, կպած էր, եւ մարդ կար հատուկ նստած բանի մոտ, համակարգչի մոտ, որ եթե աղջիկները մտնում են, իրենց հաջողվում է մտնել, ենթադրում եմ, որ ոստիկանները բլոկ էին անելու այդ աղջիկներին, այսինքն իրանք կապի միջոց չկարանային ունենան բան։ Այդ մարդը համակարգչի առաջ հրապարակում էր այդ տեքստը աղջիկների անունից։ Այո։ Գիտեք ինչ տեքստ էր, ուղղված 3 նախագահներին, որ մենք աղջիկներով գրավել ենք կառավարության շենքը, կոչ ենք անում 3 նախագահներին գալ հենց հիմա բանան է կառավարության շենքում հրատապ նիստ հայտարարված։ ԱԾ-ի հետ համակարգակցել եք։ Ոչ գիշեր այնտեղ անցկացրեցի ոստիկանությունում, որպեսզի հետևեմ, վերահսկեմ օրինականության պահպանումը բոլորի նկատմամբ դա պետք է գործեր, որովհետև կար անձնական, այսպես ասեմ, վատ վերաբերմունք շատերի նկատմամբ Նիկոլ Փաշինյանին դժվար է սիրել։ Հասկանում եք, ինքը տենց մի քիչ այն որ ոչ մի կարմիր գիծ չունեցող մարդ է եղել, մինչև իշխանության գալ հրապարակվել է ԿՊ-ի ցուցակները, որ ինքը իրան Նիկոլ Փաշինյանը նշանը տարել է 15-րդ տեղ, որ իրանք երբեք 15 պատգամավոր չեն ունենա, հետևաբար ինքը պատգամավոր չի լինելու եւ ինքը որոշում է կայացրել դուրս գա ԿՊ-ից։ Եվ ինձ որպես քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ եւ իր խոսքերով նաեւ օբյեկտիվ կարծիքի արտահայտող խնդրեց, որ ես իրան խորհուրդ տամ ինչ անի։ Դուրս գա ԿՊ-ից, թե դուրս չգա։ Սուրբ խոսքի կամ ինչ էր սուտ խոսքի ինչ էր ամենայից սուրբ կասես էլի այո սուրբ Ողջույն հարգելի հետևորդներ, 24 News-ի եթերում շարունակում ենք մեր հարցը նախագիծը, այսօրվա մեր հյուրը հանրային քաղաքական կյանքի ամենասուր, ամենահակասական կերպարներից մեկն է, մարդ, ով երբևէ չի խուսափում ամենասուր քննադատություններից եւ ձևակերպումներից, հաճախ անցնում է նաեւ այդ սահմանները եւ հայտնվում սկանդալների ու թեժ քննարկումների կենտրոնում։ Դե ինչ այսօր զրուցելու եմ գրող, քաղաքակտիվիստ, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանի հետ, փորձելու եմ բացահայտել
եւ զրուցել նրա հետ։ Նախ շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերը եւ ընդունեցիք եւ պիտի խնդրեմ ասեք, թե ինչու հենց Կամեր 23-ը, չնայած գիտեմ, որ ձեր բանտից դուրս գալուց հետո ստեղծեցիք այս հարթակը եւ շատ հաճախ եք այստեղ լինում, բայց Երևանում ձեզ համար այլ խորհրդանշական վայրեր չկային։ Այսինքն, եթե հիմա սկսեմ պատմել Կամեր 23-ի պատմությունը, ձեր բոլոր նախորդ էպիցեդների հետ, այդ որ գրավ Տելաֆեր, Օնժը Ատոս, Օնժը Գոշը, Օնժը քաղցեխնոլոգ, այսինքն ապրիորի համաձայնվում եմ, չեմ համարձակվում այդ առումով վիճել, ահագին բան փաստորեն իմ մասին ասեցիք, ահագին քիչ ասացիք, երևի խնայեցիք ինձ։ Կամեր 23-ը դա այն վայրն է եղել, այն բանտախուցն է եղել, որտեղ ես 1 տարի անցկացրել եմ ինքը 18 քառակուսի մետրանոց մի բանտախոց էր, որտեղ 6 կալանավորներով, 6 տղամարդով ընդհանուր կենցաղ էինք կիսում 1 տարի, կլոր 1 տարի, նույնիսկ 1 օր ավել, որովհետև իմ բախտից փետրվարը այդ տարի 29 օր ուներ, էլի, որ ինձ մի տարի բանտարկեցին, ես մի օր ավել նստեցի, տենց մի խոսքով։ Եվ այդ բանտախցում իմ մոտ եկավ այդ գաղափարը, որ անպայման պետքա քանի որ մենք այդ բանտախցում նաև Մամիկոն Ասլանյանի հետ էի եւ էլի շատ լավ ընկերներ այնտեղ ձեռք բերեցի, մենք երեկոները այսպես կոչված խորհրդի նիստեր էինք անում, հավաքվում էինք, քննարկում էինք քաղաքական անցուդարձը, լուրերը, ընդհանրենք օրվա ընթացքում փաստաբանների կամ ոչ միայն փաստաբանների միջոցով ստացված ինֆորմացիաները եւ այլ, ես դա բանով տենց անվանում էի խորհրդի նիստեր։ Եվ այդ նիստերի ժամանակ ով էր նախագահում, ով էր քարտուղարում, տարբեր էր լինում։ Օրակարգը հաստատվում էր։ Ընդհանրապես, եթե անկեղծ լինեմ, 23-րդ բանտախցի հիմնադիրը համարվում է Մամիկոն Ասլանյան, այսինքն այդ իսկական բանտախցի։ Ու տենց էինք մենք ապրիորի ասում ենք, դες հիմնադրել այս բանտախցը, հա։ Եվ այդ իդեան եկավ, որ անպայման բանտից դուրս գալուց հետո ակումբ եմ ստեղծելու համախոհների, որտեղ կարող են գալ համախոհ մարդիկ, որտեղ այդ մարդիկ կարող են իրենց լրիվ ազատ զգալ, քանի որ նույնիսկ եթե իրանք իրար դեմքով չեն ճանաչում կամ այտենց ինչ-որ խնդիրներ, այտենց չգիտեն իրար, բայց իրանք արդեն վստահ պետք է լինեն, որ այդ բոլոր են մարդիկ, ովքեր այստեղ են, իրանք գաղափարապես նույն գաղափարների կրողն են։ Էսա եղել իդեան, եւ ես ստեղծեցի Կամեր 23-ը, արդեն 1 տարի 3 ամիս էր, 1 տարուց ավել այս կա սա ակումբը, այստեղ բազմաթիվ համերգներ, քննարկումներ, այստեղ է ծնվել impeachment-ի օրակարգը, որը շատ երկար, մինչև հիմա ինքը քաղաքական օրակարգի վերջին 5 տարում ամենաերկար քաղաքական օրակարգում մնացած քաղաքական օրակարգի մաս դարձած գաղափարն է եղել։ Ասեմ ձեզ բավական թեժ քննարկումների հակասական, երբեմն շատ հաճախ հակասական քննարկումների արդյունքում այդ գաղափարը ծնվել եւ քննարկեցիք առաջինը այդ թեժ։ Դուք ես առաջինը այդ գաղափարը առաջակաշել Էդգար Ղազարյան դեռևս 22 թվականին ես ինքը շատ էսպես են որ ասում են վստահ էր խոսում, որտեղ սկզբից չէի հասկանում ինչ էր ասում, բայց վստահ էր ասում։ Ես սովորություն ունեմ, եթե ինչ-որ մի բան տեսնում եմ գաղափարային առումով հավանում եմ, ես շատ ամփոփ մի ուսումնասիրություն եմ անում այդ կապակցությամբ։ Այսինքն, այն ինչ որ խոսում էր Էդգար Ղազարյանը շատ գեղեցիկ էր, բայց ես այդ ժամանակ չգիտեի դա իրականության ինչքանով է համապատասխանում։ Քշփորեցի, ուսումնասիրեցի, մի քիչ մարդկանց էլ հարցուփորձ արեցի, մասնագետների, իրավաբանների սահմանով, հասկացա, որ շատ ճիշտ բան է ասում Էդգար Ղազարյանը, իսկ ցանկացած ճիշտ գաղափար հատկապես մեր երկրում, մեր այս վիճակում գտնվող երկրում, ինքը պարտադիր աջակցման ենթակա է։ Ցանկացած մարդ, անկախ նրանից ես ոնց եմ այդ մարդուն վերաբերվում, իսկ Էդգար Ղազարյանին շատ լավ եմ վերաբերվում։ Այդ ժամանակ նույնիսկ չգիտեի իրան, բայց հաստատ բացասական չէի վերաբերվում։ Ցանկացած մարդ, անկախ մեր իր նկատմամբ ունեցած անձնական եւ կամ այլ բնույթի վերաբերմունքից, եթե ելքա ցույց տալի, եթե ինչ-որ ճիշտ բան ասում, մեր պոզիտիվ պարտականությունն է դինել այդ մարդու կողքին, մեր ուժերի ներածին չափով օգտակար լինել այդ ամեն ինչին։
ինչը եղել է ոչ միայն Էդգար Ղազարյանի պարագայում, բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների ուժերի լիդերների տարբեր ժամանակահատվածում կողքին եղել եմ ես, օգտակարությունը փորձել եմ ցույց տալ եւ այտենց ես շատ կարճ տևեց իմ Էդգար Ղազարյանի ու իմ ծանոթությունը, ես այդ ընթացքում արդեն բանտում հայտնվեցի 1 տարով, արդեն բայց բանտում ավելի խորքային ուսումնասիրեցի բան ու հենց բանտից դուրս գալուց իմ որոշումը կար, որ ես արդեն նույնիսկ դուրս գալուց առաջ կար որոշումը, որ այսպես ասած իմպիչմենտի թեման պետքա անպայման զարգացնել, որտեղ հակառակ դեպքում ստացվում է 5 տարի այս 8-րդ գումարման ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը ոչ մի չի արել։ Բայց դուք նաև քննարկումների ընթացքում ասում եք թեժ քննարկումներ են եղել, գիտեիք եւ կամ կանխատեսում եք, չէ՞, որ օրինակ ընդդիմադիր դաշտի դերակատարները կարող են չհամախմբվել կամ թեկնածուի շուրջ չմիավորվել կամ այդ ձայները չգտնել, ՔՊ-ից ձայներ մարդիկ գտնել, ովքեր կքվեարկեն կամ կմիանան ի սկզբանե։ Մեր ջան, ես տրամադրված եմ լրիվ ամբողջությամբ անկեղծ լինեմ, բաց լինեմ այս հաղորդման շրջանակներում, այսինքն նույնիսկ եթե թերություններ կան, ես դա չեմ թաքցնի, բայց ձեր դիտարկումը ինքը թերությունների հետ կապ չուներ։ Ասեմ օրինակ ինչի մասին էր թեժ քննարկումը։ Այո, կար վիրավորվածություն, կար անբավարարվածության զգացում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրանց հռչակել են ընդդիմադիր առաջնորդներ, որովհետև գիտեք, ընդդիմադիր առաջնորդ դա տենց բան չի, էլի վկայական չի, որ դες տվել են, մեջը գրած ընդդիմադիր առաջնորդ, դու սենց սաղին ցույց տալիս, ես եմ ընդդիմադիր առաջնորդը դա առաքելություն է։ Դա ամենօրյա ապրելակերպ, ասեմ, սկսած կենցաղային, հասկանում եք, ընդդիմադիր առաջնորդը չի կարա մարդկանց ենթադրենք կոչ անի դուրս գան փողոց, ինքը թռնի Ամերիկա։ Օրինակ։ Ընդդիմադիր առաջնորդը չի կարա, երբ որ իր թիմակիցներին ձերբակալում են, բանտարկում են, տոտալ հարձակում են սկսել իր թիմակիցների նկատմամբ, իր падգամավորների նկատմամբ, ինքը թռնի գնա Էգեյան ծով հանգստանա, չի կարա այտենց լինի, պրոստը չի կարա լինի, հասկանում եք։ Եվ ընդդիմադիր առաջնորդը, ընդհանրապես առաջնորդ բառը, ես կարող եմ դնել այն մարդու անվան ազգանվան առաջ, ով որ առաջ բառից է, չէ, առաջնորդը, առաջ ամենաառաջևից է քայլում ինքը։ Մարդը, որ ես 5 տարի չեմ տեսել որևիցե միտեղ բացի տենց հազվագյուտ մի քանի ինչ-որ հարցազրույցներից, ասուլիսներից եւ այլն, ես չեմ կարող իրան առաջնորդ համարել։ Եվ եթե մարդը ինձ ենթադրենք 21 թվականին խոսք տվել, որ ինքը մասնակցում ազգային ժողովի ընտրություններին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, հետեւաբար ես, որպես իրան ձայն տված եւ հավատացած մարդ, իրավունք ունեմ գոնե պարզաբանում ստանալ, թե ինչի դա տեղի չունեցավ եւ լավ, ենթադրենք դա տեղի չունեցավ 21-ին, ինչ ա լինելու 22-ին, ինչ ա պլանավորվում 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, ի վերջո հասկանում եք 5 տարի միակ բանը, որ կարող էր անել խորհրդան անցած ընդդիմադիր առաջնորդության հայտ ներկայացրած քաղաքական ուժը դա իմպիչմենտն էր, ուրիշ բան չկար անելու։ Բացարձակ չկար։ Ընդ որում շատ զվարճալի իրավիճակներ էր ստեղծվում։ Դիմադրության շարժումը ավարտվեց այն ժամանակ, երբ որ ինքը պետք է նոր սկսվեր։ Օգոստոսի 2-ին 22 թվականին նոր Նիկոլ Փաշինյանին հնարավոր եղավ օրենքի շրջանակներում իմպիչմենտը անվստահությամբ գործընթաց սկսել։ Օգոստոս-սեպտեմբերին ավարտվեց դիմադրության շարժումը, հասկանում եք, այսինքն ինքը ավարտվեց այն ժամանակ, երբ որ դեռ հենց նոր պետք է սկսվեր։ Եվ չսկսվեց այն ժամանակ, երբ որ պետք է սկսվեր, ու սենց լիքը հարցեր։ Քննարկումներ թեժ եղել են, օրինակ, այնց այդ իմ թվարկած խնդիրները հաշվի առնելով, ես նաև մի քիչ էլ միգուցե նաև չարացած էի դուրս եկել բանտից, որովհետև բանտում շատ ավելի սուր է զգում ընդդիմության անգործությունը, հասկանում ես, ազատության մեջ կան ուրիշ զբաղմունքներ, որ դու օրդ կարողանում ես զբաղեցնել քեզ եւ այլն, իսկ բանտում ամբողջությամբ քո օրը 24 ժամը բաղկացած է սպասումից, ընդդիմությունից ինչ-որ ակնկալիքներից, անգործությունից, այդ ցավից, այսպես բաներից է բաղկացած, ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր բանտում են եղել այս ընթացքում քաղաքական գործերով, իսկ դրանք շատ են այդ մարդիկ։
Շատ են։ Այդ ընթացքում բանտարկության ընթացքում որ ասում եք ցավից եւ այլն դուրս գալ կամ թեկուս փախչել, գալ այդ ընդդիմադիր հրապարակում լինել, օրինակ ուղղություն ցույց տալ, որ գիտեք ինչ կամ մի րոպե, այստեղ այս կերպ պիտի արվի, որ հաջողության հասնենք։ Երկու մասով ասեմ, փախչելու ցանկություն երբեք չեմ ունեցել բանտից։ Ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ։ Ես այն եզակի քաղբանտարկյալներից եմ, եթե ոչ միակը, ով որ դատարանում ոչ թե ապացուցել է, որ ինքը ոչ մի բան չի արել, չեմ ուզում էլի բոստանը մարդկանց քարկցեմ, հատկապես որ քաղբանտարկյալը ինքը ծանր, այսպես առաքելություն է, ես կասեի, եւ շատ մարդիկ տարբեր ձևով են այդ առաքելությանը մոտենում, բայց մեր մոտ սովորություն է դարել, ում դատում են, ինքը դատանում ապացուցում, ինքը ոչ մի բան չի արել։ Իսկ կարող է ինչ-որ բան պետք է անել, հասկանում եք, որովհետեւ իհարկե այդ մարդիկ քաղաքական հարցերի, քաղաքական իրենց կեցվածքի կամ դիրքորոշման համար են դատվում, դա չի քննարկվում, բայց անընդհատ դատարանում մարդու քաղաքական գործի, հասարակական գործի գործունեության հատված այդ բանը հասկանում եք, դատը ամենակարևոր հատվածն է, որ մարդը դատարանում հրապարակային ցույց է տալիս իր վերաբերմունքը այս ամեն ինչին։ Երբ որ ինձ ձերբակալեցին, ես ոչ միայն չհրաժարվեցի այն ինչ որ արել եմ, այլ գրեցի, ինչ արել եմ, քիչ եմ արել, լավ եմ արել ու հենց եմ անելու դուրս գամ։ Դա դրեցին կալանքի հիմքում։ Ըստ էության ես դրա համար 1 տարի նստեցի։ 1 տարի, այսինքն ինձ կարդացին այդքան դատավճիռ, ես նույնիսկ օրվա ճշտությամբ 1 տարի նստեցի։ Բավական ծանր նստեցի, բայց ես գիտեի մտնելու, ասած ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում, հասկանում եք։ Եթե ես պետք է կանգնեի վիզս ծուղ դատարանում, ասեի, ես անմեղ եմ, ես ոչ մի բան չեմ արել, ինձ ոչ մի բանի համար եք դատում, բայց այդ դեպքում ընդհանրապես ինչին էր միտված իմ գործունեությունը։ Ես իհարկե անմեղ եմ, իմ գործունեությունը իհարկե քաղաքական է, բայց ես իմ արածներից չեմ հրաժարվում։ Ես գնում եմ մինչև վերջ։ Եթե արել եմ, լավ եմ արել։ Ընդ որում քիչ եմ արել։ Եթե ես հիմա դատվում եմ, ոչ թե իրանք են դատվում, այլ ես եմ դատվում, ուրեմն քիչ եմ արել։ Ուրեմն էլի եմ անելու։ Այնպես մի արեք երկրորդ անգամ եք տանել, նորից 24 դրոց հայտնվի ինտիմադիր քաղաքական գործիչներին կալանավորել։ Ես այդպես խնդիր չունեմ, ես 24-ին չեմ մեղադրի երբեք իմ կալանքի։ Դատարանը գուցե հիմքում դնի 24-ին։ Դե ամեն դեպքում եթե ինչ-որ մաս կգտնեք, որ կարող խնդիր առաջացնի, ազատեք այդ մասը կտրելու, ես այդ առումով խնդիր չունեմ։ Այդ ձեր հարցը հետևելն էր փախչել։ Իսկ ինչ վերաբերվում է փախչել բանտից, ձեզ մի հատ այ որ պայմանավորվել եք անկեղծ, ձեզ մի հատ բան ասեմ։ Երևի 3-րդ ամիսն էր ես նստած էի, բանտում էի ու մի հատ երազ տեսա գիշերը, որ ես փախել եմ բանտից, ու չգիտեմ այդ երազի մեջ տենց էր, որ փախել եմ, ոչ թե փախել եմ, այլ փախել եմ ինչ գործերով Երևան եմ գնալ, քաղաք եմ եկել, հետո որ երեկոյան հիանիմ հետ գամ բանտ։ Ու այդ երազը ամբողջությամբ բաղկացած էր իմ վերադարձ բանտի, ոչ թե փախուստ բանտից, փախուստը չկար երազից մեջ։ Ես տենց ինչ-որ տարբեր ձևերով փորձում էի վերադառնալ Վարդաշեն բանտ, որպեսզի չնկատեին իմ բացակայությունը այդ երազից մեջ։ Ու տենց սառը քրտինքի մեջ տենց զարթնեցի, ու մեկ էլ որ հասկացա, որ ես բանտում եմ Վարդաշենում եմ, այնց էի ուրախացել։ Ես այդտեղ հասկացա, որ ես կյանքում չեմ փախնի։ Գիտեք, բանտն էլ է ինքը միջավայր է, տեղ է, որտեղ մարդը պետքա ապրի։ Ու ես մի հատ խորհուրդ կտամ, այն բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր վախենում են բանտ նստելուց, այդ թող դուրս գան քաղաքականությունից։ Այս երկրում քաղաքականությամբ զբաղվելը դա ուղիղ, այս ցիտեմ, պուծովկա է դեպի բանտ։ Դա պուծովկա է, դու չես կարա խուսափես դրանից։ Բացարձակ չես կարա ու համարյա 99.9%-ով դու կհայտնվես բանտում, դա կստացի ոչ ամենավատակում տարբերակն է քաղաքական գործի համար։ Չէ՞ որ հարձակումներ են եղել մարդկանց պայթացնելու, ֆիզիկական ներգործությամբ, սա եղել է մեր աչքի առաջ, իմ նկատմամբ էլ է եղել այդ հարձակումները։ Այսինքն, եթե խորհուրդս, եթե այն քաղաքական գործիչներին, ովքեր որ վախում են բանտից կամ ֆիզիկական ներգործությունից, իրենց վրա հարձակումներից, թող տունը նստեն, ոչ մի չանեն։ Շատ ապահով է այդ դեպքում լինում։ Ավելի ապահով է,
դից ասեմ, չասեմ շատ ապահով է, բայց ավելի ապահով է։ Պարոն Մալյան, ձեր հասարակական քաղաքական կյանքի ամենաէպիկ դրվագներից մեկը դեռ շատ ավելի վաղ անցյալում ձեր իրականացրած շարժումների, մասնավորապես բացահասարակության հիմնադրամի դեմ, օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարներ։ Ես այդքան տպավորիչ ու շատ լավ չեմ հիշում, բայց ինձանից ավելի ավագ սերնդի ժամանակ ես այո, շատ փոքր եմ եղել, բայց հետաքրքրվեցի, հարցրեցի, պատմում էին դուք ինչպես եք այդ նախաձեռնությունները իրականացնում, որտեղ եք լինում, քայլում, ամեն դեպքում ինչ եղավ այդ օտարերկրյա գործակալների դեմ պայքարը կամ ինչը ձեզ հիասթափեցրեց, որ այդուհանդերձ կամ օրակարգերը փոխվեցին։ Բացարձակ ոչ մի բան ինձ չի հիասթափեցրեց։ То есть, չէ, սուտ ասեցի, ներողություն։ Անկեղծ ենք լինել։ Սուտ ասեցի, նույնիսկ նոր հիշեցի, որ սուտ ասեցի։ Ինձ հիասթափեցրեց 2021 թվականի ապրիլ ամսին, ես ձեզ կոնկրետ օրն կարող եմ ասել։ Ուղիղ 5 տարի առաջ այս օրերին ապրիլի 7-ին կոնկրետ տեղի ունեցավ վետո շարժման վերջին հրապարակային միջոցառումը։ Դա կանանց եւ աղջիկների երթներ դեպի կառավարություն կան մեր աղջիկները վետոյի թիմը հիմնականում աղջիկներից էր բաղկացած։ Նույն այդքան էլ հիմնական չէ, բայց շատ էին աղջիկները։ Իրանք որոշեցին, որ քանի որ ընդունված է ապրիլի 7-ին ամեն մի բան կա, բութուլ կա, բանը ուղերձով դիմում է կանանց, շնորհավորում է եւ այլն, կանայք աղջիկները ուղերձով դիմեցին հայ տղամարդկանց, ասեցին նախ տղա եղեք, տենց էր կոչվում այդ խորագը, նախ տղամարդ եղեք, հետո նոր մեզ կանանց տոնի արդիվ շնորհավորեք, այս ինչ էր դա իրենց ներկայացնում այդ ակցիան։ Վերցրել էին ֆեսը թուրքական, այդ թուրքական ֆեսը տարել էին, որպեսզի հագցնեին Նիկոլ Փաշինյանի գլխին, կառավարության շենք մտնեին։ Ոստիկանությունը սկզբում մի քիչ թերագնահատել էր կանանց այսպես եռանդը եւ ուժը, մի քիչ տես թույլ էին եւ արդեն հայեր մտնում էին աղջիկները կառավարության շենք։ Հետո արդեն օգնական ուժեր հավաքեցին եւ մինչեւ հիմա դրա համար է կառավարության շենքի դեմ ավտոբուսներով ոստիկանները կանգնած, որովհետեւ իրանք հասկացան, որ կարող է այդպես անտեսանելի ինչ-որ տեղից վտանգ լինի։ Դա ինչ եմ ասում, դա Հայաստանի քաղաքական հասարակական դաշտի վերջին, ամբողջ դաշտի վերջին քաղաքական միջոցառումներ ընտրություններից առաջ։ Քաղաքական դաշտը, ինչպես այս օրերին, արդեն ամբողջությամբ ընտրապայքարի մեջ էր։ Մեր ընդդիմությունը փոխանակ Նիկոլ Փաշինյանին հեռացնելով զբաղված էր կրելու ենք անիմաստ եւ ինչպես վերջում պարզվեց սուտ կոչի ներքո գործունեություն ծավալելով։ Ես ափսոսում եմ, որ պայքարը, որը միավորել էր բոլոր քաղաքական ուղղվածություններին։ Ես դες անկեղծ ասում եմ, վետոյի պայքարի շրջանակներում շատ արդյունավետ թև ու թիկունք են եղել, մեզ աջակցել են Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը անձամբ, իրենց հարող, այսպես այն ժամանակ ավելի շատ մարդիկ ուժեր, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչ որ պահից սկսած նաև առաջին նախագահի որոշ կողմնակիցներ նաև լիքը հարցերում մեզ օգնեցին, բոլորը այդ օրակարգին կողմ էին ընդդիմության մեջ եւ ասում եմ, կրկնում եմ, արդյունավետ էր այդ ամեն ինչ, այսինքն այդ այտենց զուտ դեկլարատիվ մենակ հայտարարություններով չէր։ Հետո ընդդիմության մի հատվածին թվաց, որ ինքը ամենաշուստրին է, ինքը կարա այդ ամեն ինչը տեղափոխի նախընտրական հուն ու այդ ամեն ինչը փլվեց այդ միասնականությունը, չեղավ նաև ընտրությունով իշխանափոխության, այսպես տարբերակը եւ ասելիքը ըստ էության ամեն ինչ ասվել էր արդեն։ Բոլորը գիտեին այն, նոր բան չկար, բոլորը գիտեին, եթե այդ գրանտերի մասին ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի ունենում, այդ մարտիկ հիմա էլ կա, չէ՞, Դանիել Լեոնիսյանը, որ ասենք օրինակ մի քանի օր առաջ էլի հայտարարել էր, որ ձերբակալված Դավիթ Մինասյանը այն երիտասարդը եկեղեցում, ասենք հոգեկան հիվանդ է, ասենք մարդը ինչ իրավունքներ ունի, էլի, ինչ որտեղից է սնվում, ինչ գրանտեր է ստանում, այդ սորոսական բանը բուրգը, սորոսական գրասենյակը, որը հիմնադրվել է 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի
օրոք ըստ էության փլվեց, այդ գրանտերը տեղափոխվեցին պետական դաշտ, այսինքն այն մարդիկ, ովքեր երկար տարիներ Սորոսից, արևմտյան ֆոնդերից, տարբեր այդ թվում նաև Սորոսից գրանտներ են ստանում, հիմա պետությունից են ստանում ձեր իմ հարկատուների տարբեր փողերից են իրանք իրենց գրանտերը ստանում։ Տեսնում եք, 500,000 տվել են մեկը, որ ես իմ գիրք գրի, ես իմ ինչ։ Ես իմ տեսել եք էլի, այսինքն դուք էլ եք այդ լրահոսին հետևում եք, տեսնում եք, այդ գրանտերը պետական բյուջեից տրվում են այդ նույն մարդկանց։ Ուղղակի ֆինանսավորման աղբյուրն է փոխվել եւ բնականաբար նաև պայքարի, այսպես կենտրոնացված օբյեկտն էլ արդեն Այսինքն ըստ էության ճիշտ եմ հասկանում, որ մենք հաղթեցինք Սորոսին։ Պայքարը մսխեցին այդ ժամանակ։ Մենք հաղթեցինք Սորոսին։ Ընդ որում ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ Սորոսը միլիարդատեր է, իսկ ես միլիարդատեր չեմ, ցավոք։ Ես մարդ եմ, որ չէ, ցավոք, ինչի։ Ես էլ կուզեի միլիարդատեր լինի։ Նկատի ունեմ մեր ռեսուրսը շատ սահմանափակ էր, շատ սահմանափակ էր, չեք պատկերացնի։ Մենք սկսել ենք եւ ըստ էության նաեւ հիմնական պայքարը ամբողջությամբ տալ ենք 5 հոգով։ Ես այդ մարդկանց անունները հիշում եմ, ինչ ես դու եմ, Անիներ Հովանիսյան, Ալեքսանդր Հարությունյանը, Աննա Հակոբյանը, ոչ ձեր հայտնի Աննա Հակոբյանը, հիմա բանում ազգային ժողովում պատիվ ունեմ խմբակցությունում փորձագետ աշխատում, Ալեքսանդր Հարությունյանն ասեցի, Ես հիմնականում այսպես իմ դերը իրականում այնքան բան է եղել, փոքր է եղել։ Ես ոնց կրեատիվ հատվածին եմ բան արել, կազմակերպչական հիմնական մասը իր վրա վերցրել էր Անին Հովանեսյան, այսպես խմբագրական copywriting-ի այդ հատվածը Ալեքսանդրան էր տանում։ Իրականացման գործընթացների իրականացման մեջ շատ մեծ ավանտ եւ դեր ուներ Աննան Հակոբյանը, այսինքն ես այդտեղ զուտ ոնց ասեմ, շատ փոքր իրականում այդքան էլ մեծ չէր իմ դերակատարումը, ուղղակի ոնց որ անդադ երևում էի հետեր։ Այդքան մարդով ենք, հա, Հերմինեն Գրիգորյան, չմոռանամ իր անունն էլ հնչեցնել։ Այդքանով ենք։ Այդքան մարդով ենք, ովքերով որ հավատում էինք եւ կռիվ էինք տալի ու շատ սահմանափակ ռեսուրսով մենք մեր այսպես գրպանից ինչ-որ բան դնելով դրամահավաքներ կազմակերպելով բանով ասենք մենք հաղթեցինք միլիարդատիրոջը եւ իմ համար ամենամեծ գովեստը հենց Լարիսա Մինասյանի կողմից իմ հասցեին հնչեցված հայտնի խոսքներ ով ասուլիսի ժամանակ ինքը ասաց որ on spец on tactic on strategic Իդեպ 22 տարվա աշխատանքի ընթացքում Լարիսա Մինասյանը նույնիսկ մեկ անգամ ասուլիս չէր տվել։ Այդ մեկ տարվա մեջ որ մենք պայքարը սկսեցինք, ինքը, եթե չեմ սխալվում, 5-6 ասուլիսներ եւ տարբեր հարցազրույցներով հանդես եկավ։ Մեր խնդիրն էր այդ ամեն ինչը ստվերայինից հանել ավելի բացահայտ փուլ, թող մարդիկ որոշեն։ Դա լավ բան է, թե վատ բան։ Դուք հիմա տեսնում եք, կանանց ծեծում են փողոցներում։ Երեք վարչապետը երեք էր առաջոներ հարցակվել էր քին լրագրողի վրա, բան եւ այլն, ասած դիքը տարբեր բաներ է, չէ՞ լինում։ Ոչ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կան, ոչ երեխեքի պաշտպանության հարցերով են զբաղվում, ոչ մի բան, բացարձակապես։ Այսինքն այդ մարդկանց գրանտային շրջանակները այդ էր, իրանք մեր փողոց տանանք, մի հատ ինչ-որ փիսիկի ոտիկը տես տրորվի, մեծ աղմուկ բարձրացնենք, որ կենթանիների իրավունք ծառերը բնապահպանները ուր են։ Ծառերը մի հատ ծառից այնս ճյուղ է ծռվում, դուրս են գալի փողոց, հիշում եք կադրերը կային, որ քաշում են, պոկում են այգու բանը, ուր են։ Ամիրյան փողոցի ամբողջ ծառերը կտրած է։ Թումանյան փողոցի ծառերը ես նստած եմ եղել այդ ժամանակ, կտրել են, ես դուրս եկա։ Այդ ոչ մեկ ոչ մի բան չունի ասելու։ Հասկանում եք, իրանք տենց փողով պայքարողներն էին, իմ խնդիրն էր, այդ ամեն ինչը մարդկանց ցույց տալ, որտեղ մարդկանց մոտ տպավորությունը ասում շատ անկեղծ, նվիրված, բնապահպաններ են, ամուրսարի համար էին պայքարում, հիշում եք։ Ինչ եղավ, հաղթեցին, ամուրսարը մնաց սար, բախի չկան հիմա։ Այսինքն այդ մարդկանց մեջ մի հոգի չկա, մի հոգի բարոյական մարդ չկա, որ անկեղծ էր պայքարում, հասկանում եք։ Այդ մի հոգին, եթե հիմա մնար, մենք կտենայինք իրանք, ասենք, այս մի մարդը հիմա էլ է պայքարում, բայց մի հոգի չկար ձևական։ Դա փողի կռիվ էր այդ ամեն ինչը։ Իմ խնդիրը ոչ թե գնահատողական դատողություններն էր, այլ այդ ամեն ինչը հրապարակային սարքել է։ Այո, այդ պոտենցիալը մսխեց մեր քաղաքական
ընդդիմադիր առաջնորդությունը, վերածեց նախընտրական պայքարի, տապալվեց գետին, 5 տարի չթողեց, որ ոչ մի նորմալ ծիլ ընդդիմադիր դաշտում ծլի, այն հույսով, որ 5 տարի հետո ընտրություններին նորից կմասնակցեն, նորից կռելու ենք երկուս սերիան կսկսի, բայց բնականաբար մարդիկ հիմար չեն։ Ես վստահեցնում եմ, այս 2 ամիս հետո ընտրություններն է, դուք թվերով կտեսնեք այդ ամեն ինչը, որ այդ մարդկանց այդ հիասթափությունը, որը ես ապրել եմ 5 տարի առաջ, մարդիկ նոր ապրում են, հարցեր են տալիս, բայց ընդդիմությունն է 5 տարի, ինչ անում ազգային ժողովում։ Պարոն Մալյան, տեսեք, դուք ասացիք, որ այդ ժամանակ էլ համախմբում է տեղի ունեցել, կամեր 23-ն էլ բացելիս, ասացիք, որ շատ ամենատարբեր մարդկանց է կարողացել համախմբել, ինչ մարդիկ, ովքեր ժամանակին ընդհանրապես միավորվելու միտում չէին կարող ունենալ, կարող եք հիշել, կամ ՔՊԱ-ականներից կան, որ եկել են այստեղ։ Այստեղ ոչ մի ՔՊԱ-ական մուտք չի գործել։ Եթե նկատեցիք, սա փակ ակումբ է, ունի իր կանոնները։ Ինչպես իսկական 23-րդ խուցների դեպ։ 23-րդ խցի կանոնները հիմա տեսեք, բանտային, ես տեսած էր հաղորդումում Արմեն Աշոտյան խուսափեց բանտային կյանքից բաներ պատմի, ես պատմեմ իր բանտային կյանքից։ Ինքը նու Բալաշինում էր նստած ես Վարդաշեն, մենք փաստաբանի միջոցով իրար նամակներ ենք փոխանցում, մինչև ես տրցակով Արմենի նամակները պահել եմ 3 այդ հաղորդումից հետո նորից բան արեցի, բացեցի։ Վստահ եմ, ավելի շուտ ոչ թե հարցրել եմ, ինքն էլ է հիմնապահել։ Ինձ ընդդեից կոնֆետներ էր ուղարկում Մելիքյան Ռոբոյի միջոցով, ընդ որում ինտելեկտուալ կոնֆետներ էր, այդ կոնֆետներով, ոչմ, հիմա չեմ ուզում ասեմ, ասած կոնֆետներով փազլներ էինք հավաքում, մի խոսքով ես ի տարբերություն իրա ես կասեմ, որ կամեր 23-ում գլխավոր պայմանը, որ շատ կարճ դիալոգով նոր կամեր մուտք եկած մարդուն, իսկական բանտախցի մասին, մենք արագ, այսպես ճշտում էինք ոչ ցենզուրային մի քանի բառերից բաղկացած նախադասությունով, արագ այդ մարդուն հասկանում էինք, որ ինքը Նիկոլ Փաշինյանին չի սիրում։ Այդ որպեսի, քանի որ այստեղ նաև այդ ցենզուրայի մասը էսենց կյանքում էլի, ոչ բանտային կա, մենք վիդեո ռեգիստրատոր ունենք, որը փակ ակումբի անդամներն են մենակ այդ ռեգիստրատորում գրանցված, ովքեր որ այդ ակումբի անդամներ են գալիս մոտիկանում են դռանը, դուռը իրեն ճանաչում է եւ բացվում է։ Եթե չի ճանաչում, դուռը չի բացվում եւ այդ մարդը իրավունք չի ունենում մտնել այստեղ։ Օրինակ, մերին, այո, խնամի ծանոթ բարեկամ, այո, տենց եմ անում ես։ Օրինակ մերին պայմանական, ասենք, ակումբի անդամ է գրանցված, այստեղ մերին ու մուզիկ արաբերի հետ է։ Իր երաշխավորությամբ։ Ես չգիտեմ քո ընկերների ինչ եմ ճանաչում, ես նշեմ կարասաղին ճանաչեմ, ասենք ընդդենք 500 հոգի մարդ կա սիստեմայում, այդ 500-ը ինչքան ընկերներ կունենա, այդ բոլորին չես կարող ճանաչես։ Հետևաբար մերին իր, ասենք 10 ընկերուհիների հետ գալիս է, այստեղ բերի դեմքը ճանաչումը բացում է, ազատ մտնում է, այստեղ իր ժամանցը անցկացնում է։ Այստեղ բլոտել ենք խաղում, նարդել ենք խաղում, ֆուտբոլ ենք խաղում, տարբեր քննարկումներ ենք անում, քաղաքական իրադարձություններ կա, որոնց ստեյց հեռուստացույցով ենք նայում, տենց մեծ, այսպես ասեմ, իվենթային միջոցառումներ արում։ Տենց ենք լուծել այդ հարցը։ Իսկ Արմեն Աշոտյանի հետ ինչ նամակագրության մեջ եք այդ ժամանակ, կամ որ շատ ակտիվ շրջան էր փողոցում էլ նաև, ինչ էիք փորձում։ Անկեղծ ասած այդ հա, դուք մի հատ բան ասիք, անկեղծ ասած Արմենի հետ այդ փողոցային մենք այդպես քաղաքական հարցեր չենք քննարկել նամակներով։ Չենք քննարկել, անկեղծ չենք քննարկել, որովհետև ոչ ես կարա ինչ-որ բան անեի, ասեն չէր կարող Արմենը ինձ ասես Նարեկ ջան, կոչ եմ անում, դու զգաս փողոց, ես էլ նույնձև չէի կարող, իրեն կոչել երկուսը նստած էինք։ Հենց այդ պիլյուններ երկուսս էլ շատ հետաքրքիր։ Երևի գիտեք, ես Արմենի հետ ընկերություն եմ անում 2004 թվականից, բայց երևի այդ բանտային հատվածը մեր ընկերությունը այսպես եղբայրության վերածեցել, այդ նույն բանը կրել է։ Խաչը։ Ինչ վերաբերվում է, դուք նաև մի հատ հարց տվեցիք, ասիք դուք չեք ուզում մասնակցել, չէի ուզում։ Նախ ես խնդիր չունեի այնտեղ ինֆորմացվելու, որովհետև ինձ պարբերաբար այցելում էին ազգային ժողովի падգամավորներ, թե Հայաստան դաշինքից եւ շատ ավելի իհարկե հաճախ եւ ավելի ինտենսիվ պատիվ ունեմ դաշինքի падգամավորներին այցելում, հատկապես համարյա ամենօրյա ոչ ռեժիմով Մամեջանյան Հայկը այցելում են, նույնիսկ ինքը առողջական
մի փոքր չէ, բավական մեծ լուրջ խնդիր ուներ փետրվար ամսին 24 թվականի, այդ նույնիսկ ես իրան խնդրում էի, որ չգար ինքը այդ խնդրով ոտքի հետ էր կապված, այս ծանր քայլելով գալիս էր, ես ինձ վատ էի զգում այդ ժամանակ, դրա համար հատուկ շնորհակալություն եմ ուզում Մամեջանյան Հայկին հայտնեմ, Հայաստան դաշինքից էլ էին գալի պատգամավորներ։ Հա, իդեպ Սորոսի պայքարից, հա, որտեվ ասեցի ու կիսատ մնաց, շատ ինտենսիվ օրինակ մեզ օգնել է այդ պայքարի ժամանակ Ագնեսա Խամոյանը, բավական մեծ աջակցել է մեզ։ Սորոսի հայտնի ֆիլմը, որ կա, իրականում հեղինակ Ագնեսա Խամոյանն է, ես առաջ անգամ բացահայտում եմ ձեր բաներով, ես չեմ ուզում ուրիշի парքի դափնիներին վրա վերցնեմ, ես դա միշտ ասել եմ Ագնեսային, որ բաներ, այդ ժամանակ նպատակը հարմար չէր։ Ընդ որում դա իդեանել է Իրանը, իրականացումնել է Իրանը, ես այդ ֆիլմին ընդհանրապես այսպես կոնսուլտացիոն բան։ Ինչ-որ քաղաքական բանություն տես հարց կար, ինքը չուզեց որ իր այդ նկարահանվում էր այդ ֆիլմը, որ ինքը հրապարակեր, բայց շուտ վերջի պահին փոշմանեց, բայց ֆիլմը արդեն նկարահանված էր եւ շատ լավն էր, ընդ որում շատ արտակարգ լավ բարձր որակով էր արել Ագնեսան եւ մենք հրապարակեցինք վետոյի շրջանակներում, բայց վետոն ըստ էության միայն կոնսուլտանտի դեր է կատարել այդտեղ, ամբողջ աշխատանքը արել է Ագնեսան եւ արել է մեծ սիրով, արել է մեծ նվիրումով, շատ արդյունավետ օրինակ, ձեզ sense համագործակցության արդյունավետ համագործակցության ձեզ կոնկրետ օրինակ եմ ասում, հա։ Ինձ այդ ժամանակ բանտում այցելում էին, ինչպես ասի, Հայաստան խմբակցության падգամավորներ եւ մենք շատ ազատ քննարկում ենք այդ ամեն ինչը։ Երբ որ եթե նկատի ունեք Բագրատ Սրբազանի, հա, այդ ժամանակահատվածը, որտեղ դա եղել իմ նստած ժամանակ, ես པարզ կարող եմ ասել ինչ որ ասել եմ առաջին անգամից մայիս, ապրիլի վերջ, արդեն երբ որ տես նոր այդ բանը սկսում էր ինձ այցելեցին անունը չտամ, որովհետև համաձայնացված չի էլ, ես խոսակցության բացահայտումը դրա համար զուտ թե խնդիր չունեմ։ Ինձ հարցրեցին ասին ինչ կարծիքի ես, ես ասեցի, որ 3 կարևոր ֆակտոր է պետք ընդդիմադիր առաջնորդի համար, որոնք մինչև հիմա ոչ մեկ չի ունեցել։ Այդ 3-ի փունջը դա օրակարգն է, ծրագիր եւ վճռականություն։ Եղել է որ մենակ վճռականություն ունեցել, եղել է որ մենակ օրակարգ ունեցել կամ օրակարգ ու վճռականություն, բայց այդ 3-ի փունջը ոչ մեկ չի ունեցել։ Եթե այդ 3-ի փունջը ինչ որ մեկ ունենա, ժամերի հարց է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Ասեցի, որ վճռականությունը տեսնում եմ, օրակարգն եմ տեսնում, բայց ծրագիրը չեմ տեսնում։ Ասի ինձ չի որ պարտադիր է ես տեսնեմ։ Կողոպուտի շուտ թաքուն ծրագիր է, որ ես չգիտեմ։ Պետք է չի ինձ ասեք։ Ուղղակի վստահեցրեք, որ կա այդ ծրագիրը, եթե կա, հաղթել եք դուք։ Եթե չկա, անհնար է, չի կարող հաջողվի։ Ընդունեցին։ Չգիտեմ ընդունեցինք, մենք տես ընդունեցիք, չընդունեցիք, չի, ես իմ կարծիքը հայտնեցի, տես մենք բաժանվեցինք։ Հետո եղավ հայտնի ցույցը, որտեղ մայիսի 9-ի, որտեղ պարզվեց, որ ծրագիր չկար։ Համենայն դեպս գիտեք, Բագրատ Սրբազանը հետո փորձեց բացատրել հետևյալ կերպ, որ մենք ուրիշ ծրագիր ունենք, բայց այդ ծրագիրը մեզնից անկախ պատճառներով ուրիշ բան դարձավ, то есть տիպը մենք X մարդ էինք, պետք է կաներ հրապարակում, եկել էր ընդհանրենք 3X մարդ, մենք այդ 3X-ի պարագայում չունեինք այդ պահին գծած, բայց դա նշանակում է ըստ էության, որ ծրագիր չկար, այսինքն դու պետք է ծրագիր ունենաս ամբողջությամբ։ Օրինակ, նույն օրինակը բերեմ 5 տարի առաջ ապրիլի 7-ին, երբ որ աղջիկները ցույց էին անում կառավարության շենք, մենք նաև քննարկել ենք, որ ինչ են անելու աղջիկները, երբ որ մտնեն կառավարության շենք։ Հասկանում եք, չի ինչքան քիչ հավանական դա։ Համարյա անհնար է, բայց մենք էտել էինք մտածել, եւ ինչ էինք արել։ Հայտարարության տեքստ էինք կազմել, բացեր, եւ մարդ կար հատուկ նստած բանի մոտ, համակարգչի մոտ, որ եթե աղջիկները մտնում են, իրենց հաջողվում է մտնել, ենթադրում եմ, որ ոստիկանները բլոկ էին անելու այդ աղջիկներին, այսինքն իրանք կապի միջոց չկարանային ունենան բան։ Այդ մարդը համակարգչի առաջ հրապարակում էր այդ տեքստը աղջիկների անունից։ Այո։ Գիտեք ինչ տեքստ էր, ուղղված 3 նախագահներին, որ մենք աղջիկներով գրավել ենք կառավարության շենքը, կոչ ենք անում 3 նախագահներին գալ հենց հիմա բան անել կառավարության շենքում հրատապ նիստ հայտարար բան։ Այսինքն, երբ որ դու բան ես պլանավորում, դու պետք է բոլոր հնարավոր նույնիսկ անհնարին մոտ այդ տարբերակները
քննարկես, լուծումներ ունենաս, դա կոչվում է ծրագիր։ Օրակարգը Նիկոլին հեռացնելն է։ Ծրագիրը ինչ քայլերով հեռացնելն է։ Վճռականությունը, որ կեսից զատնի չդնելն է։ Ազգային ժողովի դռների մոտից մարդկանց չխափես տանես էլի ֆանարիկներով ցույց է, դա վճռականությունը, որը չկար։ Դուք եղել եք նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականը, նախ ինչ խորհուրդներ էիք տալիս, ինչ բլոկներ էիք համակարգում, որ բլոկներ էիք համակարգում։ Վլադիմիր Գասպարյանը իմ կյանքում շատ կարևոր, շատ կարևոր դերակատարում ունեցած մարդկանցից մեկն է։ Ես չեմ թաքցնի, ես իրանից շատ լիքը բաներ եմ սովորել, ընդ որում ես աշխատել եմ իր հետ 2003 թվականից։ Ինքը ոչ իմ հորեղբայրն է եղել, ոչ, չգիտեմ, ծանոթս է եղել, ոչ ընկերս, ոչ մեկ։ Ես սովորական օպեր քրեական հետախուզության աշխատող եմ եղել, ընդ որում գործակալական բաժնի, գաղտնի բաժնի հետ աշխատող եմ եղել, այդ ինքը տեղափոխեց ինձ։ Ես Վեդիում քրեական հետախուզության աշխատող էի, ինքը ինձ նկատեց, բերեց արդեն գլխավոր վարչություն եւ այդտեղ նշանակեց առ ժամանակ մեկուսանում եմ աշխատել, հետո նշանակեց գործակալական բաժանմունքում աշխատանքի։ Ես աշխատել եմ գործակալական բաժանմունքում, այսինքն որպեսզի ձեր համար պարզ լինի, որ սաղ իրար մեղադրում են դու գործակալ ես, այդ գործակալների սաղ այդ անձնական գործերը իմ սեյֆում դրած էր, էլի, մոտավորապես այդպես մի քիչ ավելի պարզ եմ ասում։ ԱԱԾ-ի հետ համագործակցել եք։ Չեմ կարող այդ հարցը, իհարկե համագործակցություն բոլոր իրավապահների հետ կար, բայց եկեք այս մասը սենց այդտեղ ստոպ տանք, որովհետև իրականում այդ հարցերը, որ դուք տալիս եք, իրանք գաղտնի հրամաններով են կարգավորվում եւ ես ըստ էության դա նույնիսկ 30 տարի անց, 24 տարի անց չեմ այդ իրավունք չունեմ, մեր ներսիս իրավապահը թույլ չի տա, որ ես այդ գաղտնիության մասը խախտեմ, ընդ որում ես դեմ եմ եղել ցանկացած հրապարակումների, ցանկացած։ Անկեղծ կասեմ, ես ինձ դուր չի եկել թե Արարատ Միրզոյանի մասով հրապարակումը եւ թե ես ուզում եմ որպեսզի դուք պարզ բան անեք, էլի հասկանաք, ես անկեղծ եմ, ինձ դուր չի եկել նաեւ այս Եզրաս Սրբազանի հետ կապված այս վերջի այդ անիմաստ աղմուկը բան, այդ հրապարակումները իրանք իմ կարծիքով Ոսա որպես իրավապահ եմ ասում, էլի մարդ, որ այդ իրավապահ ոնց որ դողում ես դու այդ համակարգի վրա, թեկուզ եւ այդ համակարգը քո դեմ է գործում հիմա։ Երևի այդ պիտի մենք հաղթահարենք մեր մեջ, որ կարողանանք ինչ-որ ավելի արդյունավետ լինենք, բայց այդ ներսիս իրավապահը ընդվզում է միշտ այնց բաների դեմ։ Ընդ որում առաջին մարդը, ով որ Արարատ Միրզոյանի գործակալական ծածկանունը Օմեգան հրապարակել է, ես եմ եղել, որտեվ ենթադրում եմ հրապարակողները այդքան խորապես չէին պատկերացնում գործակալական աշխատանքի բնույթը, այդ անձնական գործի մեջ այդ թերթիկի վրա առաջին անգամ գործակալը ստորագրում է իր ծածկանունով։ Առաջին իր ստորագրությունն է ծածկանունով։ Եվ հետեւաբար դրանից հետո մնում է այդ ծածկանունը իր, էլի։ Այսինքն ես երբ որ հայտարարվեց այդ թերթիկի հրապարակման այսպես անոնսը, ես անկեղծ անհամբեր սպասում էի, որովհետև որոշակի կոնկրետ բաներ կա, այսպես պրոցեդուրային բաներ կա, որ պետքա պահպանվի։ Բայց իմ համար շատ հեշտ է հասկանալ դա fake է, թե fake չի, ես տեսա, որ ստորագրությունը օմեգայի նշան է եւ հասկացա, որ օմեգա է ծածկանունը եւ առաջինը ես գրեցի, ասի օմեգա, փաստորեն օմեգա է ծածկանունը, ու տենց գնաց։ Հետո մի հատ էլ բան ասեմ, շատ բան է, չէ՞, նորաձև ասում են, որ բան մեկի վրա fake news են անում, ասում են, այս ինչը, որ չեն սիրում, այս ինչը Պողոս Պողոսյանը KGB-ի գործակալ է, ծածկանունը շակալ կամ ծածկանունը տականք կամ սրիկա, ինչ ասես վատ բան, չէ։ Ծածկանունը մարդը ինքն է իր համար ընտրում։ Հետևաբար արդեն բան է, էլի fake է, դա մարդը ինքը չի կարա ինքը իրան, ասենք վատ ծածկանունը, դες օրաբար տենց պաթոսային ծածկանուններ են մարդիկ ընտրում իրանք, այդ ծածկանունը այդ լրիվ կամավորության սկզբունքով է մարդը ինքն է ընտրում։ Ծածկանունը չեք բացահայտի։ Ես ծածկանուն չունեմ, ես գործակալական բաժնում աշխատող եմ եղել, այսինքն ես հավաքագրող եմ եղել։ Ծածկանուն ես բնականաբար չունեի։ Ընդհանրապես լրագրողների այդ ժամանակ երբ որ ես հավաքագրումով զբաղվում էի, նույնիսկ մեկ ծանոթ լրագրող չունեի, որտեղ իմ ոլորտը լրագրողական ոլորտը չէր, իմ ոլորտը զինվորական հանցագործությունների ոլորտն էր,
եւ այդտեղ իմաստ չկա լրագրող հավաքագրելու։ Բայց ինչի շատ դեպքերում ինչ մեզ պետք է հիմա անի, ինչ հանցագործություն պաշտպանության նախարարությունը մեղադրում է, որ մենք ինֆորմացիաներ ենք ստանում, հաղորդում հանրությանը, որը ըստ իրենց պետք չի, գուցե այդ ժամանակ էլ էջ նման օրինակ մոտեցում։ Բայց դա զինվորական հանցագործություն չի։ Զինվորական հանցագործությունները դրանք քրեական օրենսգրքում առանձին բաժնում նկարագրված հանցագործությունների տեսակներն են։ Դրանց կոնկրետ իմ ֆունկցիան դրանց կանխում, նախականխում եւ բացահայտումն էր։ Հետևաբար այդ ֆունկցիայի մեջ լրագրողները չէին տեղավորվում։ Լրագրող ընկերներ հիմա շատ ունեմ, շատ, բայց այն ժամանակ, երբ որ զբաղվել եմ գործակալական հավաքագրումներով կամ օպերատիվ աշխատանքով, այդ ժամանակ չի հատվել լրագրողները ինձ այսպես ասած պետք չեն եղել եղած ժամանակ եւ նաեւ ինչ խորհուրդներ եք տալիս։ Հա, այդ չմոռանանք։ Ինչ խորհուրդներ էի տալիս։ Դժվար է մարդուն, որը քեզանից մի քանի անգամ մեծ կյանքի փորձ ունի, ինչ որ խորհուրդ տալ։ Խորհրդական դուք հասկացա, բայց խորհրդական դուք պատկերացնում եք այն sense պոլոս գլխարկով, sense այն սև շորերով, sense աստղեր բաներ վրան, sense մարդ, որը գալիս sense այ բաներ է քչփչում աճ ականջին, sense մարդը sense գլխով անում, ասում հա, ինչ տենց չի։ Խորհրդական, ասեմ ձեզ ինչ է, էլի իրանց ներկայացնում, ինքը ոլորտային խորհրդատվություն է, որը, ասենք օրինակի համար, նույն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարող է հանձնարարել ինչ որ մի ոլորտային հետազոտություն իրականացնել, մասնագիտական սկիլեր պահանջող, հասկանում եք, որովհետեւ մարդը չի կարա բոլոր ուղղություններով բան լինի։ Իսկ մենք խորհրդականում շատ չենք, ուղղակի ես ամենահայտնին էի, էլի դրա համար տենց ամենաերևացողն էի։ Ես ոչ թե խորհուրդներ էի տալի, այլ տալիս էի մասնագիտական եզրակացություն, մեդիա, հանրային կապերի ոլորտի վերաբերյալ է։ Մասնագետ դրանք եղել են գրավոր, այսպես մասնագիտական 1-2 էջանոց եզրակացություններ, այսինքն օրինակ ինչ որ քայլ է պատրաստվում ոստիկանությունը անի եւ ոստիկանապետին հետաքրքիր էր հնարավոր հանրային արձագանքները կամ հնարավոր լավ կամ վատ արձագանքներ։ Օրինակ եմ ասում ձեզ։ Ասենք ես կոնկրետ օրինակ կարող եմ ասել են առաջի դիմապակու բանի այդ պլյոնկաները, որ պետք է հանեինք, օրինակ եղել է քննարկում, որտեղ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են ասել եւ որոշում է կայացվել, որ նման դեպքերում դա կայացվել է Վլադիմիր Գասպարյանի կողմից, որ նման դեպքերում ոչ թե պետք է տուգանել մարդուն, այսինքն այդ օրենքը մտել է ուժի մեջ, մենք կարող ենք վաղվանից տուգանենք մարդկանց։ Պետք է 1-2 ամիս իրազեկել մարդկանց, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան այդ թերությունը վերացնելու։ Մեր համար խնդիրը դիմապակու այդպես ասած պլյոնկան հանելն էր, որովհետև դա պարզվեց, որ մահացու ելքով վթարների մոտ 40%-ի պատճառն էր դառնում։ Ցածր տեսանելիություն էլ անձրևի ժամանակ, բան մի խոսքով մենք խնդիր ունեինք այդ իջացնելու։ Մենք խնդիր չունեինք տուգանելու մարդկանց, այդ չէր դրած խնդիրը։ Տուգանքի մատերիալ սարքել։ Չէ, չի եղել տենց բան։ Եվ որպեսզի մենք մեր դրած խնդիրին հասնենք, Վլադիմիր Գասպարյանը ժամանակ կայացրեց որոշում, որ կարծեմ 2 ամիս շատ խիստ տոնով 0.2-ով բանով տենց զգուշացնում էին մարդկանց, ասում էինք վաղվանից տուգանելու ենք, բան, բայց մենք գիտենք, որ 2 ամիս մարդկանց բան չեն կանելու։ Ուղղակի զուտ տեղեկացնում ենք, որ մարդիկ գնային իրենց ձեռքով հանեին այդ պլյոնկաները։ 2 ամսից սկսված արդեն որ բոլորը իրազեկված էին, նոր մենք սկսեցինք օրինակ տուգանելու process-ը։ Ինչու եմ սա ասում։ Սա ինչ որ մի կոնկրետ օրինակ է, որ ինչ որ դավադրությունների, խարդավանքների, քաղաքական ինչ որ ինտրիգների հետ կապ չունեցող ինչ որ բան է, ինչ որ պարզ այսպես հասարակ օրինակ է, որտեղ այո պետք է նաև մարդկանց հանրային կարծիքի, այսպես ասած, ուսումնասիրություններ։ Վլադիմիր Գասպարյանը այն մարդկանցից է, ով շատ հակված էր լսելու մասնագիտական ցանկացած կարծիք։ Ինքը իր հանրային, այսպես կերպարն է, որ ինքը տենց բանա, բայց երբ որ դիմացինի մասնագիտական կարողությունների համար մասով ինքը վստահ է լինում, ինքը ունկնդրում էր, այս ականջալուր էր լինում այդ կարծիքին ու հիմնականում անում էր մասնագիտական կարծիքի
համապատասխան խոսքը ոչ միայն էս ոլորտին է վերաբերում, ցանկացած։ Հիմա շփումներ ունեք պարոն Կասպարյանի հետ։ Ինչ հարաբերություններ ունեք։ Լավ, ավելի ջերմ, քան առաջ։ Ես ինքնակամ եմ դուրս եկել ոստիկանությունից մինչև հեղափոխությունը, այսինքն այս ճակերտավոր հեղափոխությունը իմ կյանքում կարիերան ոչ մի բան չի փոխել։ Ոչ մի, այսպես ես չեմ գործազուրկ չեմ դարել հեղափոխության արդյունքում։ Ես շատ երկար էի ժամանակ էի խնդրում Գասպարյանից, որ ինձ վերջապես ես օգնել էի պետական աշխատանքից, հիմա էլ անկեղծ ասած այնպես չի որ ցանկություն ունեմ պետական աշխատանքով, ես գրքերով եմ զբաղվում, իմ գրականությամբ եմ զբաղվում, հա։ Ես կանեմ ցույց տամ, հիմա դուք բան անեք։ Սա իմ Այս դրանք հայերեն իմ երկու գիրքն են, սա լեհերեն իմ գիրքն է, Լեհաստանում տպագրված եւ վաճառվող հեղինական իրավունքը առել են։ Սա արաբերեն իմ գիրքն է, որը տպագրված է Եգիպտոսում եւ Դուբայում եւ այլ արաբական երկրներում, հեսա էլի հեղինական իրավունքները վաճառված։ Սա անգլերեն տարբերակ է, Մեծ Բրիտանիայում տպագրված եւ վաճառվող։ Ես եթե ոչ ամենաշատ թարգմանված ապա այն երևի հիմա որտեվ այս բան չեմ դիապետում այդ վիճակագրությունը, բայց նույն 3 տարվա գոնե բանով ամենաշատ թարգմանված գրողն եմ եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ինձ էս էր հաճույք պատճառում, ոչ ոստիկանական պետական, ոչ թե ոստիկանական, պետական աշխատանքը ինձ չի գրավել, չի գայթակղել երբեք։ Դա ավելի պարտավորեցրել է, ավելի այսպես կաղապարել է ինձ եւ ավելի անհարմարություններ է պատճառել իմ համար, որտեղ օրինակ գրողը պետք է ճամփորդի անդադ։ Իսկ ոստիկանության աշխատողը պետք է ամեն ճամփորդելուց մի այս հաստության sense դիմումներ ու բաներ խնդրագրեր գրի, որպեսզի թույլ տան եւ ոչ բոլոր երկրներն էին թույլ տալիս ճամփորդել։ Այսինքն այդտեղից լիքը հակասություններ կա, կոնկրետ մի օրինակը բերեցի, դա ես դուրս եմ եկել։ Ներկայիս իրողությունների պայմանում, երբ շատ հաճախ են տեղի ունենում բողոքի ակցիաները, անհնազանդության ակցիաները եւ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում, ինչպես դուք նշեցիք, մարդկանց ծեծում են եւ այլն։ Եվ դուք քննադատում եք մի կառույցի ըստ էության, որի անդամն եք եղել ժամանակին։ Հիմա երբ անկեղծ մտորում եք, ինչպես ինձ խոստացել եք, որ այսօր անկեղծ պիտի լինեք, չեք կարծում, որ այդ ժառանգությունն եք դուք թողել այդ համակարգին, կառույցին, որը շարունակում է նույն կերպ գործել։ Եթե իմ աշխատած տարիներին ձեզ որպես Նարեկ Մալյան, այլ ընդհանուր կառույցին։ Եթե իմ աշխատած տարիներին մի օրինակ կբերեք անհամաչափ ուժի կիրառման, մի օրինակ, ես կասեմ հարց չկա։ Դուք բոլորդ ուզում եք մի քանի դες բաներ դեպքեր բացահայտեմ ձեր համար, որպեսզի դուք իմանաք։ Նախ սա համակարգային դա մեր ժամանակ մեր օրոք ինքը մերժված երևույթ էր անհամաչափ ուժի կիրառումը։ Ես կարող եմ ասել, որ օրինակ Կասպարյան եղել է դեպք, երբ որ սպանության համար մեղադրվող մարդուն նկատմամբ բաժնում ինչ որ բռնություն հիշեցնող բաներ են կիրառել, ես այս զավեշտալի դեպքը ձեզ պատմեմ, արաբկիրում է, արաբկիրի ոստիկանությունում է եղել։ Ուղղակի անունը չեմ ուզում տամ իր պետի, որը հիմա կստացի աշխատում է իմ հիշելով։ Իրան հեռացրեց Գասպարյան Վլադիմիրը։ Հեռացրեց, երբ որ կանչել էր Ռազբորկայի, այդ то есть, այսինքն ջղայնացել էր, որ ինչ ես ուժ կիրառել, որտեղ ինքը ասում էր դուք մսագործներ չեք, ինքը այդ փակ խորհրդակցության ժամանակ ասում էր դուք ղասաբներ չեք, էլի, դուք պետք է ձեր ուղիղը ինտելեկտը աշխատացնեք եւ հանցագործներին դες բացահայտեք։ Երբ որ կանչեց արաբկի ոստիկանապետներ, կանչեց ջղայնացավ բան, ասեց բանը, ինչ, ախր ես ամեն խորհրդակցության ժամանակ ասում եմ, որ չի կարելի քաղաքացիություն չի կարելի վատ վերաբերվել բան եւ այլն, ախր ասում էր ամեն անգամ եմ ասում, տարբեր ձևերով եմ ասել, ոնց չեք հասկանում։ Ոստիկանապետը ասեց, շեֆ ջան, ասեց, ես մտածում էի դու կամերաների առաջ ես ասում մենակ, այդ այնպես չեք պատկերացնի ոնց ջղայնացավ, հեռացրեց համակարգից։ Հետո Նիկոլենք վերականգնեցին այդ մարդուն, որպես արդեն ինքը հեղափոխական բաներ էլի։ Միացել էր հեղափոխության այդ։ Ենթադրում եմ, հա, չեմ հետևել այդ մարդու քաղաքական կենսագրությանը, բայց եթե իրան Նիկոլենք եկան ու վերականգնեցին, ստացվում է, որ իրանք օքեյ են դրա առաջ։
Մի խոսքով այդ մարդուն թվացել էր, թե տենց ինչ-որ տենց ասվում է ասվելու համար, իսկ դա իրականում տենց չէր։ Իրականում այդ ամեն թվի ամեն ցուցանիշի, այդ տենց վատ ցուցանիշների նվազման համար մարդիկ 24 ժամ աշխատում էին, իրոք 24 ժամ աշխատում էին։ Ես գիշերով եղել, քանի գիշեր է եղել անցկացրել եմ ոստիկանություն։ Մի ամբողջ գիշեր համարյա Նիկոլ Փաշինյանի հետ անցկացրել ենք, ասեմ ձեզ, 9 տարի առաջ, էլի այս օրերն էր, ապրիլի 1-ին էր։ Փաշինյանի հետ ամբողջ գիշեր ոստիկանությունում անցկացրեցի, որտեվ այնտեղ միջադեպ էր տեղի ունեցել, իրանցից մեկին ԿՊ-ից բանին շիշ բռնողի հետ էր եղել, հա, այդ Հայկ Սարմանը, պոստը չեմ հիշում էլ, այդ տղայի հետ էր եղել միջադեպ, մենք էլ Մալացիայում ընտրաշավից առաջ էր, ես գնացի ամբողջ գիշեր այնտեղ անցկացրեցի ոստիկանությունում, որպեսզի հետևեմ, վերահսկեմ օրինականության պահպանումը բոլորի նկատմամբ, դա պետք է գործեր, որովհետև կար անձնական, այսպես ասեմ, վատ վերաբերմունք շատերի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանին դժվար է սիրել, հասկանում եք, ինքը տենց մի քիչ այն որ ոչ մի կարմիր գիծ չունեցող մարդ է եղել մինչև իշխանության գալ, այսինքն տենց ինքը կարար էլի սադրեր բանալ, որովհետեւ դման բաներ տեղի չունեն, ես ամբողջ օր անցկացրեցի, ինձ թվում է ինքը հիշում է այդ գիշերը։ Ասում նշեցիք, որ եթե մտաբերեք որևէ դեպք անհամաչափ ուժի կիրառում եւ այլն, բայց այդ ընթացքում պարոն Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում մասնավորապես տարբեր դրվագներ են տեղի ունեցել եւ մասնավորապես օրինակ Էլեկտրիկ Երևանը Ինչ անհամաչափ ուժ է եղել։ Չէր։ Չէ, իհարկե ոչ։ Ինչ էին անում ջրցանները։ Անհամաչափ, չէ, ինչ էին անում ուրիշ բան է, մենք կարանք դա երկար քննարկենք։ Անհամաչափ ուժը օրինակ կլներ, եթե այդ մարդկանց ծեծ էին։ Անկեղծ ասած, մի այդ վիդեոները որ նայեք, տեսնեք, ես էլ կամ այնտեղ ասած բաներով, սանդալներով ու շորտիկով կանգնած եմ, մի քանի րոպե տևեց ֆենոմենալ մասնագիտորեն Վալերի Օսիպյանը ցույց էր ցելում։ Ես sense արագի մեջ տեսա ոնց է ցույցը sense 437 հոգի մեր մոտ այսպես ասած Սիմեորկեն զեկուցել էր ցույցի քանակը 437 մարդ ու 3 րոպեից 437 մարդ ոստիկանությունում էր այդ ցույցը sense մի անգամից տեղափոխվել 437-ից քանիսն էին օպեր եւ քանիսը իրական 437-ը մասնակիցներ էին մասնակիցների թիվն էր որոնք այդպես գեղեցիկ ցածկով Պարլամենտ բողոքից տեղափոխվեցին ոստիկանություն։ Գնացել եմ 3 բաժիններ էր, Կենտրոն, Էրեբունի եւ Արաբքիր։ 3 բաժիններն գնացել եմ։ Բոլորը այնտեղ շատ նորմալ, ոչ մեկ իրենց ոչ մազին կպներ, մի այդ արագ ձևակերպեցին, այսպես վարչական բանով ու իրենք գնացին տուն, ոչ մեկին ոչ ծեծել են, ոչ մեկ ոչ կապտուկա ստացել, ոչ մեկի նկատմամբ ոչ հատուկ միջոց է ձեռնարկվել, որտեղ դա ձեռնաշղթա չեն հագցրել, դա էլ է հատուկ միջոցի դեպ։ Ոչ մեկին ոչ ինչ-որ տաշելով բան անելով ոնց որ հիմա են անում, այտենց բան են արել, ոչ այտենց չի եղել։ Գիտեք, ես այստեղ չեմ ուզում բաժանեմ, էլի անկեղծ լինեմ։ Կայթակղությունը մեծ է, որ ես ասեմ, այ Գասպարյան Վլադիմիրի օրոք շատ լավ էր, մնացածի վաղ դրանից ավելի նախկինում վատ էր, բայց այդ ճիշտ է խոսանք, էլի սովետական միլիցիայի ժառանգություն գոյություն ուներ, որ ծանր ժառանգություն էր։ Ուղղակի Վլադիմիր Գասպարյանի օրոք դա վերջնականապես հաղթահարվեց։ Ոչ թե դա չի նշանակում, որ դրանից նախորդները ընդհանրապես ոչ մի բան չէին անում, բայց իրանք ծանր ժառանգություն ունեին։ Վլադիմիր Գասպարյանի ժամանակ հաղթահարվեց։ Ես ձեզ մի հատ դեպք կարող եմ պատմել։ Շատ անկեղծ զրույցի շրջանակներում նախկին դեսպան Հեֆերնը ԱՄՆ դեսպան, երբ որ եկել էր Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպման, այդ հանդիպման ժամանակ դեսպանը սկսեց խոսալ, դենց բան հանդիպում էր էլի, այսպես ոչ լուսա բանվող սովորաբար բանը, եւ ասեց բանը, պետք է բարեփոխել ոստիկանությունը եւ այլն, Վլադիմիր Գասպարյանը ասեց, այսինքն ուզում եք ամերիկյան ոստիկանության նման դառնա մեր ոստիկանությունը, բարեփոխենք այդ աստիճան, ու շատ անկեղծ մարդեր Հեֆերն էլի, այսյան իրաք եղավ շատ հավանում, ասեց no, խնդրում եմ ոչ, միայն ոչ ամերիկյան ոստի, որովհետև դուք չեք պատկերացնի ինչա այդ ձեր նաև տեսած արևմտյան երկրների ոստիկանությունը ինքը sense
պատժիչ մեքենա է, զուրկ մարդկային որևիցե դեմքից, դիմագծից, ինքը սենց մեքենա է, էլի ուղղակի, ու այդ մեքենայի ատամների տակ աղվում են լիքը մարդիկ, լիքը արդարություն, հասկանում եք, այդպես չի լինում։ Իսկ մեր ոստիկանությունը մարդկային դեմք ուներ այդ ժամանակ։ Այսինքն այդպես որոշ տարբերակված դեպի դերական մոտեցում կար կանանց նկատմամբ, ասենք եւ այլն, որ կար մոտեցում զգուշացնելու, ոչ տուգանելու կամ ասենց բաներ կար դեպի մարդներ ուղղված։ Պարոն Մալյան, տեսեք, ձեր քաղաքական, հասարակական կյանքը երբ ուսումնասիրում էի, բայց նաև ես ձեր շրջապատից, ընկերներից եմ փորձել ինչ-որ բաներ ճշտել, դուք նաև եղել եք Արամ Կարապետյանի Նոր ժամանակներ կուսակցության երիթևի ղեկավարը, բայց դրա մասին բաց աղբյուրներում տվյալներ չկա։ Դուք եք ասել, որ հեռացնեն, թե խմբագրել։ Բացարձակ նման խնդիր իմ կենսագրության մեջ չկա մի տող, որ հետ ես անհաշտ լինեմ։ Ինձնից ավելի բաց աղբյուր դժվար գտնեք, ես բաց ասում եմ, դա ճիշտ իրականություն է։ Ես Արամ Կարապետյանին, Արամ Ռաֆայելիչին ճանաչել եմ այդ կուսակցական գործունեության ընթացքում, բայց իր տեղակալին Ալեքսանդր Մինասյանը եղել է իմ հրամանատարը այդ կուսակցության առաջ տեղակալ, եւ ես այդ որոշումս մտնել քաղաքականություն առաջին եւ վերջին անգամ երևի տենց եղել է իմ հրամանատարի, փայլուն հրամանատարի, փայլուն մարդ զորքը իրան ուղղակի աստվածացնում էր, շատ էր սիրում իրան, շատ ինքն շատ խիստ էր, բայց նաև շատ արդար էր։ Եվ իմ համար հայրենասիրության ամենացեցուն օրինակը ես 14 տարեկան եմ եղել, որ Մոնթե Մելքոնյանի վարժանում եմ սովորել, այսինքն իմ զինվորական երթումը տվել եմ, իմ համար ես տենց այդ երեխա տարիքում իմ համար Ալեքսանդր Մինասյանը եղել է հեղինակություն շատ լուրջ։ Էլի այն մարդկանցից է, ով իմ անձի ձևավորման մեջ շատ լուրջ էլի ներդրում ունի արժեքային համակարգի։ Եվ 2004 թվականին, երբ որ ես այդ նկարագրած այդ ռազմական ոստիկանությունից դուրս եկա, ընդ որում եղել եմ, ես ավելի բաց բաներ ասեմ ձեզ, ինձ հեռացրել է Վլադիմիր Գասպարյանի աշխատանքից։ Եվ ես իր կենսագրության մեջ միակ մարդն եմ, Վլադիմիր Գասպարյանի, ում կոչումն էլ է ձեռքից վերցրել, սպայական կոչում։ Այսինքն ինչքան մարդ հեռացած կլինի Վլադիմիր Գասպարյանը, պատկերացնում եք, չէ՞, շատ։ Միակն եմ, ում ձեռից հեռացրել է, հետո կոչումն էլ է վերցրել։ Դե էական չի, տենց աշխատանքը չէ, երկար է ուղղակի, դրա համար չէ բանում, աշխատանքային արածայնություններ կային, ոչ իր հետ բնականաբար իմ անմիջական ղեկավարի հետ, որը հետ հայացքով եթե նայեմ, ես սխալ էի, այո։ Ես դա չէի անի էլի, եթե բաներ, բայց այն ժամանակ ես 22-23 տարեկան տղա էի, տենց մի քիչ էլ տենց կոտոշավոր բան, ինձ ասում էր քո մոտ հիվանդագին արդարության զգացում կա Վլադիմիր Գասպարյանը։ Ոչմ, տենց դուրս է եկել, դից դուրս գալուց հետո այո, Արամ Կարապետյանի ճանաչեցի Մինասյան Ալեքսանի միջոցով եւ նաեւ իր առաջարկով իրանք նոր էին այդ կուսակցությունը ստեղծում, հիմնադրում էին այդ կուսակցությունը իր առաջարկով, քանի որ ես Մինասյան Ալեքսանին շատ լավ ճանաչում էր, գիտեր իմ կազմակերպչական հատկություններին ծանոթ էր արդեն ծառայության, զինվորական ծառայության 2 տարի մենք ճանաչել է, ինձ առաջարկեցին ես ստեղծեմ երիտասարդական թևը։ Այդ շրջանակներում եմ ծանոթացել Արմեն Աշոտյանի հետ, այդ շրջանակներում կարծեմ, եթե չեմ սխալվում, այդ շրջանակներում եմ ծանոթացել Իշխան Սաղաթելյանի հետ, այդքան երկար տարիների, այո, չէ, մենակ Նիկոլ Փաշինյանի հետ էլ չեք այդ ժամանակահատվածում։ Այդ չեմ հիշում, կարող է։ Շատ հնարավոր այդ ժամանակներում լինի։ Մոտապես այդ պլյուս մինուս չեք ունեցել, ես չեմ կարող համարել դա մտերմություն։ Ես չեմ համարում, ճանաչել եմ իրան, շփվել եմ, բայց մտերիմ չեմ եղել Նիկոլ Փաշինյանի հետ երբեք։ Այդ ժամանակահատվածը դա մոտապես 1 տարի է տևել այդ իմ կյանքից եւ ես շատ գոհ եմ այդ ժամանակահատվածից, որովհետեւ ինձ այդ հատվածը տվեց
երկու բան, առաջինը որ կուսակցությունը իմ տեղը չի երբեք, որովհետև ես ազատ թռչուն եմ, երբ որ ես խոսում եմ, ես չեմ սիրում հարվածի տակ դնեմ այլ մարդկանց։ Երբ որ ես խոսում եմ, ես ինքս ինձ եմ հարվածի տակ դնում, դա նորմալ է, բայց երբ որ ես խոսամ ու իմ սխալ կամ սուր հաղորդման սկզբում, չէ, ամենասուր, ամենաբան տենց եք ասում, հիմա ամենասկանդալային, եթե պատկերացեք մի կազմակերպության, մի կուսակցության մեջ ենք ես եւ դուք եւ ես ինչ-որ ելույթներ եմ ունենում սուր եւ սկանդալային, որի հետևանքները քաշում եք դուք։ Հետևաբար կամ ես պետք է խմբագրեմ իմ պահվածքը, ավելի չսուր լինեմ, հա, ավելի կլորացնեմ այդ սուրությունները, կամ պետք է դուրս գամ այդ տեղից, իմ առանձին անհատական ինչ ուզում եմ ասեմ, որպեսզի մերիի վրա դա չանդրադառնի։ Դա առաջին եզրահանգումներ եւ առաջին բաններ, որ ինձ տվեց այդ ժամանակահատվածը, եւ երկրորդը դա քաղաքական հասունությամբ սոտիկի փուլ կար մի հատ, ուրիշ բան է, որ քո պատկերացումները հերոստատեսային է քաղաքականության մասին, կամ գրքային է, կամ տեսական է շատ, եւ ուրիշ բան է, որ դու քաղաքականությունը տեսնում ես ներսից, գնում ես տարբեր հանդիպումների, ձեռք ես բերում քաղաքական ընկերներ, որոնց հետ գաղափարային անհամաձայնություններ ունես, դու քո գաղափարներն ես առաջ բրթում, իրանք իրանցն են չբրթում կամ բրթում, չգիտեմ ոնց։ Արմենիա տաշոցան օրինակ մենք այդ տարիներին մեր մոտ տենց ասեմ, ընկերություն էր զուգորդված անընդհատ բաներով էլի, իրար հետ տարբեր հարցերով վիճաբանությամբ, օրինակ։ Եվ այդ տվեց ինձ շրջապատ, քաղաքական, տվեց ինձ այսպես քաղաքական հասունություն եւ գիտակցում, որ կուսակցությունը իմ տեղը չի։ Որովհետեւ ես բազմաթիվ անգամ, երբ որ խոսակցություններ սկսեցի ունենալ Արամ Ռաֆայելիչի հետ, որ տիպը սենս չի, մի տենց բան արա, որովհետեւ քո ասացի հետ կապված հետագա ընթացք ասենք իմ վրա լինու բան եւ այլն։ Ես որոշեցի, որ դուրս գամ, ընդ որում հետաքրքիր ժամանակ դուրս եկա այն ժամանակ, երբ որ ինքը նախընտրական ցուցակներ կազում։ Ինձ էլ 5-րդ տեղ էր դրել ցուցակում։ Երբ որ ինքը հայտարարեց նախընտրական ցուցակի մասին, ես կամ 4 կամ 5-րդ չեմ հիշում հիմա, երևի 5-րդ եկեք սենց ասեմ։ Ինչից հետո ես մոտեցա իրան, ասի որ խնդրում եմ ես դուրս գամ կուսակցությունից, եթե դեմ չեք, մինչև հիմա փայլուն հարաբերություններ ունեմ Արամ Կարապետյանի հետ, տարբեր առիթներով տենց շփվում եմ եւ այլն, եւ շատ լավ հիշողություններ ունեմ այդ թե թիմի հետ կապված, թե այդ հատվածի հետ կապված իմ էլի։ Քանի որ հաղորդման սկզբում ինչպես նոր դուք հիշատակեցիք, ես նշեցի ամենասուր, սկանդալային, երբեմն Ես լսել եի ամենասուրբ։ Սուրբ։ Ինձ տեսած եք ամենասուրբն եք ասում, ամենասկանդալային սուրբը։ Ես այդքան էլ սուրբ չեմ ուզում ասել, էլ լսեցի որ սուր էր, հա։ Հիասթափեցի, ամենասկանդալային սուրբը։ Եվ նաև նշեցի, որ շատ հաճախ նաև սահմաններն անցնող, քննադատական այդ սահմաններն անցնող։ Սահմանները ոնց եմ անցել։ Քննադատության, չգիտեմ, անցնելով վիրավորանքի շեմը եւ այլն։ Օրինակ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է, որ Հայաստանում ատելության խոսքը խիստ մտահոգիչ ծավալներ ունի եւ օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այս համատեքստում էի ուզում ասել, օրինակ դուք չեք կարծում, որ նաեւ ձեզանից կամ դուք եք գեներացնում ատելության խոսքը։ Նստել եմ։ Իմ հոդվածը ատելության քարոզն էր, ես մի տարի դրա համար եմ նստել։ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի երկրորդ մասով 1 տարի դատապարտվել եմ ազատազրկման։ Դա ես որ մտնում էի, ասենք, միտեղ ասում էին դու էլ ես պետական հեղաշրջման կոչել, ասում էի մի բանորեք խառնեք։ Ես ատելության քարոզիչն եմ։ Մոտավորապես սենց էր էլի լինում։ Գիտեք, Աստվածաշնչյան էնել է սենց էս ավակ ուրփաթորով էս հարցը տալիս եք, Աստվածաշնչյան սիրիր քո թշնամուն, այդ մոտեցումը շատ դժվար է, ծանր է կյանքի կոչել, գիտեք։ Ամենածանր ոնց որ պատվիրաններից է։ Դժվար է թշնամուն սիրել։ Դժվար է սիրել թշնամուն, ով որ քո երկիրը գրավել է։ Երբ որ մարդիկ գերմանացի փիլիսոփա ասել անունը հիմա չեմ հիշում, բանել կրկնում է
Շևչուկը այդ բառը ասում է, որ մարդիկ ճշմարտությունը շշնջալով են ասում, ուրեմն երկիրը զավթել են թշնամիները։ Մեր երկրում ճշմարտությունը շշնջալով է ասվում։ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հայտարարեց, որ մեր մոտ սոցցանցերում ոչ մի գրաքննություն չկա, ազատ խոսք կա եւ այլն, դեմոկրատիա, մինյայմսը, այդպես բաներ էր ասել, էլի Նիկոլ Փաշինյանը, որին այդ ասելու ընթացքում զարմացած դեմքը ես այդ post արեցի, այո, ես որպես մարդով 1 տարի Facebook-յան post-ի համար նստել եմ, հաստատում եմ, որ մեր երկրում դեմոկրատիա է։ Դժվար է, շատ ծանր է, հասկանում եք։ Ծանր է կրել։ Ես հասկանում եմ Աստվածաշնչյան այդ տառապանքները, բաներ, որ գրքում կարդում ենք մենք, Աստվածաշնչում մենք միգուցե այդքան չենք պատկերացնում, էլի մարդիկ ոնց են կարողացել, դա ես չեմ կարող սիրել թշնամուս։ Փորձում եմ, բայց չեմ կարողանում, մինչև հիմա ինձ չի ստացվել սիրել թշնամուս։ Ավելին ասեմ, ես չեմ կարողանում սիրել թշնամուս օգնող ընկեր ձևացողներին, ընդդիմադիր ձևացողներին, չեմ կարող, իրանք իրանց հավասար մեղավորություն ունեն այս վիճակի համար։ Ես չեմ կարողանում այս վիճակի մեղավորներին սիրեմ, այս վիճակի մեղավորների նկատմամբ լինեմ տոլերանտ, չեմ կարողանում։ Աշխատում եմ չշփվեմ, աշխատում եմ ոչ մեկի հետ չհանդիպեմ, որ սրտի սեղածը չհանեմ, չդնեմ սեղանին, բայց այդպես խնդիր չկա, եթե պետք է էլի կանեմ, որտեվ ինչպես ասել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել ու էլի եմ անելու։ Ձեր գրական կյանքին եմ նաև ուզում անդրադառնանք, քանի որ դուք մի քանի գրքերի հեղինակ եք, քիչ առաջ էլ ցույց տվեցիք, այս պահին ձեր մտքում ինչ կերպար է հորինվում։ Ինչքան է զարմանալի այս պահին մի հատ տրագիկոմիկ մի հատ ստեղծագործության շուրջ եմ մտածում, մի ստեղծագործություն, որը ընթերցողին ծիծաղ կպարգևի արդյունքների մեջից, բայց այդ դրան վերջնական անդրադարձ կարա լինի այս ամեն ինչի հանգուցալուծումից հետո, կամ ես դա կգրեմ եւ չեմ հրապարակի մինչեւ այս ամեն ինչի հանգուցալուծումը, կամ դա կավարտեմ արդեն դրանից հետո, որովհետեւ այս իրավիճակը, գիտեք, ինքը օրվա ընթացքում զավեշտալից ողբերգական անցումի մեծ հնարավորություն է տվել, գրողի աչքով երբ որ նայում ես դրան, դու տեսնում ես, որ իրավիճակը այս պահին զավեշտալի է, ինքը դու ես այդ իրավիճակի վրա կարաս մի հատ հանճարեղ կատակերգություն գրես, հասկանում ես, որ մարդիկ ծիծաղ շատաֆեն, ու կարաս նույն իրավիճակի վրա գրես հանճարեղ ողբերգություն, որ մարդիկ հուզվեն, լացեն, այդ նույն բանի մասին է խոսքը։ Վերցեք էս, որ եկեղեցում 2 եղբայր իրար միասին աղոթում են, ինչպես ամեն կիրակի, ու ներխուժում է իշխանությունը, բրթելով, բանանելով, հարվածում է այդ եղբայրներից մեկին, մյուսին էլ քաշքշում է բան, վերջում բոլորին հավաքում տանում է բանդ, ընդ որում ոնց եք ուզում ներկայացնեմ, սա որպես կատակերգություն թե ողբերգություն։ Եթե կատակերգություն, ձեզ ասեմ, Գևորգ Գևորգյանին էլ չանթում տանում են բանդ, որտեվ ինքը տես մունաթով հայացք ունի, զուտ։ Բայց երբ որ ես տեսա այդ կադրերը, Գևորգին ով որ ճանաչում է, գիտի իր այդ մունաթ հայացքի մասին, էլի։ Երբ որ այդ կադրերը տեսա, այդ Գևորգին տեսած իր մունաթ դեմքով, ջոգեցի, որ սա Գևորգին տանելու են։ Որովհետև մենք սա հասկանում ենք, չէ՞ որ էմոցիոնալ որոշում է։ Այսինքն այդ մարդը, այդ պուճուր մարդը, ինքը պուճուր, իր այդ հոգին է պուճուր, իր ամբիցիաներն է պուճուր, ինքն է պուճուր, ինքը sense ամեն ինչ իր պուճուր է, էլի այդ մարդը։ Ինքը այդպես կատաղած գնացել է, հետո վիդեոն նայել, ասել այս սրան էլ կտանեք։ Ու տենց այն որ ամենաթարախայացքը Գևորգինն է, որ սրան է կտանեք, որ ախր այդքան կանխատեսելի է մեր իշխանությունը, հասկանում եք։ Ես որ sense ցույցին նայեմ, կարամ ասեմ ու մկասի Նիկոլը տարեք, էլի, ինքը տենց արի։ Այս ամեն ինչը կրկնում եմ միևնույն ժամանակ, թե ծանր դրամա է, այդ մարդկանց ընտանիքների համար, երկրի համար, մեծաշով սաղիս համար։ Եվ նաև ինքը աբսուրդի թատրոնից է, էլի Էժեն Յոնեսկուն կնախանձեր այս սցենարներին, ինքը աբսուրդի թատրոնի հիմնադիրն է, խորհուրդ կտամ Ռնգեղ ջուրը
իր դիտել, այդտեղ Սունդուկյանում բեմադրում էին հանճարեղ, շատ լավ, շատ դու հանճարեղ չասեմ, բայց արտակարգ լավ բեմադրություններ էլի։ Իդեպ ձեր գրքերից մեկի շնորհանդեսի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը կարծիք էր հայտնել, Նարեկը եթե որոշի ընդհանրապես չզբաղվել քաղաքականությամբ, այլ միայն գրի, ես կարծում եմ, որ մենք շատ լավ գրող կունենանք։ Նարեկը երազում է այդ պահի մասին, երբ որ ինքը այլ հարնային պերսոնա չի լինի, Նարեկը զզվում է քաղաքականությունից, Նարեկը չի սիրում քաղաքականությունը, Նարեկը շատ սիրում է գրականությունը եւ Նաիրա Զոհրաբյանը դիպուկ է բան արել, բնութագրել։ Այդ գրքի շնորհանդեսից միանք չեք ասում, բայց սուր հարցեր եք ասում, տալիս եք, չեք տալիս։ Ալեն Սիմոնյանն էր եկել գրքի շնորհանդեսից, վիդեոն Ռոբերտ Քոչյանի աջակիցները տենց տարածում էին, որ չեք ուզում հարցնեք, այդ ինչ էր եղել, ոնց էր։ Ինչ էր եղել։ Շատ խնդալու բան էր եղել։ Իրականում մենք այդպես փոքր քաղաքում էինք ապրում, որտեվ չգիտեինք թե դիմացինը ինչ իր է ընդունակ, էլի հասկանում եք, որ դու այդպես ապրում ես մի միջավայրում, որտեղ այդպես հա պլյուս մինուսով մեկ հետ կարաս ուղղակի դուրը չգա չշփվես, մեկ հետ պրոստը կարաս փողոցում բարև տաս, այդքան բան։ 2017 թվականի փետրվարին իմ գրքի շնորհանդեսից ընդամենը 2 օր առաջ շատ բան տենց զանգեց ինձ Ալենը Սիմոնյան եւ հանդիպում խնդրեց ինձանից, նշելով, որ շատ գաղտնի փակ կոնֆիդենցիալ բան ունի իմ հետ խոսալու եւ այլն։ Ու ես ասի հաշ չկարի, Լենոն փապ կար, որտեղ ինձ գրքի շնորհանդեսներ անցնելու։ Եկա կնոջ հետ էր եկել, նախկին կնոջ հետ, Մարիամի հետ։ Ես զարմացա էլի, որտեղ այդ մարդը կոնֆիդենցիալ հանդիպում է ինձ ասում, կնոջ հետ է գալիս, ես հարցեցի, ես մի քիչ բան եմ էլի, ցինիկ եմ, տենց բաներ չասի, բայց կնոջ հետ խես եկի, ասեց, ես գաղտնիք չունեմ մածիկից, այդ պերիոդներ իր էլի, որ Մարիամը ես իր թաթիկից բռնած քաղաքական տարբեր այսպես հարթություններում իրան բաներ անում էլի, կայացնում էր Ալենի Սիմոնյան։ Ալեն Սիմոնյանի կայացման մեջ հիմնական ներդրումը իր նախկին կինն է ունեցել Մարիամը։ Դու ասեմ, ու դա ընտրություններից ընդամենը 17 թվականի 2 ամիս, 3 ամիս առաջ էր, փետրվարն էր, ապրիլին էր ընտրություն։ Եվ այդ օրը ինձ պատմալեն է, որ այդ օրը հրապարակվել է ԿՊ-ի ցուցակները, որ ինքը իրան Նիկոլ Փաշինյանը նշանը տարել է 15-րդ տեղ, որ իրանք երբեք 15 падգամավոր չեն ունենա, հետեւաբար ինքը падգամավոր չի լինելու, եւ ինքը որոշում է կայացրել դուրս գա ԿՊ-ից։ Եվ ինձ որպես քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ եւ իր խոսքերով նաեւ օբյեկտիվ կարծիքի արտահայտող խնդրեց, որ ես իրան խորհուրդ տամ ինչ անի։ Դուրս գա ԿՊ-ից, թե դուրս չգա։ Ես իրան խորհուրդ եմ տվել դուրս չգա ԿՊ-ից։ Եվ ըստ էության Ալեն Սիմոնյանը, որ հիմա կա ԿՊ-ում, դա իմ շնորհիվ է, այսինքն այդ խորհրդի շնորհիվ է, երբ որ ես իրանասիկ դու բացատրեցի ինչի դուրս չգա, զուտ տեխնոլոգիական առումով, ոչ թե աչքից լույսներ ինքը ԿՊ-ի տեղը կարող ցանկացած կուսակցություն լինի, բացատրեցի, նույն Մարիամն ասես տենում ես, Մալյանն էլ ասում, որ ճիշտը սենց է եւ այլն, այդ խորհուրդը տվեցի բացատրելով մանրամասն էլի տեխնոլոգիապես, որ դուրս չկա։ 2017 թվականի փետրվարին Ալեն Սիմոնյանը հստակ որոշում ուներ ԿՊ-ից դուրս գալու, որն կասեցել եմ ես։ Ու այդ ժամանակ ես տենց ինքը շատ ընկճված էր, շատ տենց ինչ որ էշից ընկած էր բանման։ Մոտեցավ մեր սեղանին այդ փաբի սեփականատերը, ով որ իմ ընկերներից էր եւ որտեղ պիտի լիներ իմ գրքի զրոյական կետի, այս շատ թարգմանված գրքի շնորհանդեսը։ Եվ դե ինք տենց խոսած բան եւ այն ասաց դե վաղը չեմ իսրը շնորհանդեսն է բան, ես տենց զուտ որ իր այդ դրամատիկ վիճակը տեսնելով Ալենի, ասի կգաս, որտեվ այդտեղ լինելու են իշխանության ներկայացուցիչներ նաեւ, ասի կգաս, թող քո կուսակցությունում տեսնեն նաեւ, որ դու նաեւ տես շփումներ ունես մարդկանց հետ, բան գնահատեն քեզ էլի, զուտ այդ էլ ոնց որ տես բաներ էլի, այսպես ասեմ,
մարդուն, ով որ այտենց վատ վիճակում էր, չգնահատված էր իր սեփական թիմում, ձեռք մեկնելու, այսպես ժեստեր։ Եվ քանի որ ես նաև, ինչպես արդեն հասկացաք, ես նաև ցինիկ եմ, այդ ժամանակ իմ գրքի շնորհանդեսին ներկա են երկու հոգիկ, որոնք 3 ներկա էր Գուրգեն Արսենյանը, որ հիմա ԿՊ-ից Ռուսաստանի դեսպանը, ներկա էր Վիկտոր Ենգիբարյանը, որ հիմա Գերմանիայում դեսպանը ԿՊ-ից եւ պատգամավոր, եւ Ալեն Սիմոնյանը։ Եվ ընդհանուր այսպես իշխանական բոհեմը։ Նու Արսենյան Գուրգենը ժամանակ էլ բաներ պրոիշխանական գծի մեջ էր, այսինքն ման չէ։ Եվ ես խնդիր չունեի, դուք ուզում եմ դուք հասկանաք, այսինքն իրավիճակն այնց էր, երբեք չի եղել Հայաստանում իրավիճակ, դա միֆ է։ Ոչ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ա եղել, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Սերժ Սարգսյանի, որը ինենց բռնապետություն, որ մարդուն հակառակ ճամբարի քաղաքական ճամբարի հետ շփման համար հեռացնեն գործից։ Դա հիմա է մենակ։ Մենակ Նիկոլ Փաշինյանի օրոք ա եղել այդ։ Իսկ մինչև իրանց, այտենց էր իշխանական բարձրաստիճան պաշտոնյան, ով ազդեցություն ուներ ոլորտներից մեկում կայացվող որոշումների վրա, հանգիստ կարար ընդդիմադիր շփումներ ունենար ու բացահայտ, այսինքն այդպես թաքուն շփումներ չէ։ Ավելին ասեմ, ընդդիմադիրները գային խորհրդի իր մոտ, ես տվեցի մարդկանց անուններ, ովքեր ներկա են եղել եւ իրանք ողջ են եւ առողջ, այսինքն թե Ալենի կինն է ողջ առողջ, Արմին Յոհանյանի դուստրը, թե Ալենն է ողջ առողջ, չեմ կարծում իր մոտ Ձեր գրական կյանքից սահուն անցում կատարեց։ Հա, չէ, դե ես այդ Սիմոնյանին, բայց դուք նաև մոտոցիկլների հանդեպ սեր ունեք եւ նաև ձեր սոցիալական ցանցը երբ ուսումնասիրում էի, բազմաթիվ նկարներ կար, գրառումներ կար նաև մեկ գրառման մեջ նշել էիք, որ համացանցից շարունակաբար պատվիրում եք մոտոցիկլետի համար անհրաժեշտ իրեր եւ կիրակի օրերն էլ փորձում եք բզբզալ գարաժում, շարունակում է այդ սովորությունը։ Այս պահին մի մոտո պրոյեկտ եմ իրականացնում։ Ես ունեմ մի հատ Harley Davidson V-Rod մագնիշի, հասկացողները դա կհասկանան ինչի մասին է խոսքը գնում, դա աշխարհի միակ մոտոցիկլետն է, որի շարժիչը Porsche-ը, Porsche-ն է գծագրել այդ շարժիչը, ինքը շատ էքսկլյուզիվ, շատ բան մոտոցիկլետ է, հզոր եւ բան Իմ մոտոցիկլետից մի անգամ տեսավ փողոցում ոգևորվեց իմից նույնիսկ երկիչ Սարոն գնաց նույնիսկ առավ ավելի լավ ուժեղությունինգով հիմա մի հատ նոր պրոյեկտ եմ անում մոտոյի Harley Davidson Road King մոտոցիկլետ է իրան հատուկ ձևի սարքում եմ եւ հենց հիմա պատվիրված մասեր կա որոնք գալու է մի 20 օրից գալու է Եվ ես այտենց 20 օր մի ամսից նորից իմ սիրելի գործով կզբաղվեմ, այսինքն իմ համար դա ուղեղ անջատելու, այսպես զբաղվելու Ձեր կյանքի ներդաշնակությունը գտնելու ուղի է, ինչպես այդ գրառման մեջ էր նայել։ Հա, գիտեք, հա, բայց անջատվելու էլի, անջատվելու։ Հələ դե ես ինչ եմ, այնտեղ խնես մոտոյի սիրահարներ կան, լուրջ եմ ասում։ Հիմա այս բանին այդ վիրոդս տվել եմ մասնագետի մոտ բանի տեո է անցնելու, տեխնիկական սպասարկում անցնելու, այդ տղան այդ մոտոցիկլետի հետ խոսում է, շփվում է, այսպես դեմքեր կան, ուզում ասեմ ես տենց կան ասում են մարդ ամուսնանում են կնոջ հետ, տղամարդիկ էլ կան ամուսնանում են մեքենայի հետ։ Դուք երևի տեսնում եք, այստեղ կնկարեք սաղավարտներից քանակը մոտոցիկլետների, բավական մեծ քանակի սաղավարտներ ունեմ, այո։ Մոտոցիկլետը ինքը ազատություն է, ինքը արագություն է, ինքը մաքուր օդ է։ Ես երբ որ ասենք բան եմ լինում, կարող եմ նստեմ մոտոցիկլետը քշեմ գնամ Գյումրի, մի հատ այնտեղ սուրճ խմեմ ու հենց այդ նույն բանին էլի մոտոցիկլետով հետ գամ։ Ու այդ սաղ ճամփին մտածեմ ես ինքս իմ հետ։ Ոնց որ մոտոցիկլետի ղեկին կայացած որոշումներս միշտ լինում են ճիշտ ու արդյունավետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հուսամ ավելի
ոչ ներկա իրողությունների պայմաններում հարցազրույց էր։ Ես իմ հարցազրույցի հիմքում հենց դա էի դրել, ոչ օրակարգային քաղաքական, եւ ձեզ ուզում էի բացահայտել որպես գրող, քաղաքական գործիչ, քաղտեխնոլոգ, սամ ստացվեց, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի հասարակական քաղաքական գործիչ, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանի հետ։ Շարունակեք հետևել 24 News-ին, կհանդիպենք։